Բարև ձեզ սիրելի բաժանորդներ ու զենք սիրող մարդիկ։ Այսօր եկել ենք Arm Tactical Training Center նախապատրաստություն անցնենք, փորձենք։ Այս իրականում մենք ձայնագրում ենք, մենք արդեն երբ որ վերջացրինք սաղ նկարել ենք, բոմբ բան ենք նկարել, կնայեք, ուղղակի վերջում հիշեցինք, որ սկիզբը պետք է նկարենք, եղանակ թե բացվել է չենք խաբում էլ։ Հենց մենք արդեն գնում ենք ստեյց, բայց ընդե ներսը գժանոց բան ենք նկարել։ Հա, նայեք, եկեք դուք էլ պատրաստություն անցեք, շատ հետաքրքիր անցավ, էդի կարողա մի օր ձեզ պետք գա, եթե դաժե պետք չգա, էդին այնց բանա, որ ցանկացած հայ պետքա իմանա, էլի զենքից կիրառվելու։ Բանա, էլի մենք բուքով, բանով եկել ենք մեր կյանքի համար վտանգետ, մի հատ լայք դրեք։ Դուք շատ լավ գործ են անում, նենց որ ձեզնից մնում է պրոստը լայք դնել, բաժանորդագրվել, տարածել ես ռոլիկը, всё, կարաք նայեք։ Այս մենակ դու ես պաշտպանված, դու Աշոտը չուզեց։ միկրոֆոնը ծածկվում է, սպասի սենց հանենք։ Այսի հակաբեկորային է, ասեմ իմանաս, ինքը պրոստը պրացիվասկոլեչնի է, մենակ դոշը տա պահելու, էլի։ Դե դոշն է կարևորը, էլի։ Դոշի քիթը։ Այսել այ, սենց։ Ստե կարանք ձգենք մի քիչ հարմար նստի։ Ապա շատ անհարմար է, սրանով ոնց են բանը։ Ոնց ես զգում քեզ։ Հետաքրքիր։ Իսկ բանը, սրանով ոնց են կռվում ուզում։ Չէ, եթե հարմար ելներ կռվելը, մարդիկ հայել կկռվեն։ Էսա խեյտ ասկսելու, ապա Էսի հելը լավ բանա։ Էսի հելը լավն է։ Էսի հելը լավն է։ Միկան հետաքրքիր է սրանից, հա։ Իրականում սա հələ որ մենակ նայ, քո կենսական օրգաններն է պահում։ Հոգերը տա, սիրտը տա, բայց սենց պրացիվասկոլեչնի պակետ ալնում իրականում, այս սենց վզի։ Այստեղ ամենափափուկ մսերն է, չէ։ Ասկոլկեն կարա խփի, մի հատ զարկերակ։ Նու արդեն ձերտվեցի, դες ցավացա։ Գիտե պատկերացնա մի հատ եսի։ Սենց ուսերի լնում է հակաբեկորային։ Ուսած պախի ալնում, դա ամենակը։ Ընդհանուր քանի կիլո է դառնում։ Հիմա դու հակել ես մի 3 կիլանոց հակաբեկորայինն է։ Եթե փամփուշտից պաշտպանող անեք, ամեն մեկը եւս 2 կիլո ավելանալու է, 4 կիլո ավելանալու է։ Իսկ պոլնի էպիկիրովկա է, մի 60-70 կիլո կլինի, չէ՞։ Զենքով բանով սա։ Զենքով, քո բայզապասով, ապտեչկայով, երկրորդական գոտիներով, կապի միջոցներով եւ այլն, մի 60 կիլո հասնում։ Աղբեր ես պատրաստ չեմ։ Այ էպիկերով։ Ծանր բաների պատրաստ չեմ։ Կայով։ Ինչ ասեցի որ։ Էսի եւս 3.5 կիլո։ Իսկ ես ինչ ասեցի։ Էսի եւս 3.5 կիլո։ Հա, հա։ Ահոր 3։ Հա։ Հիշեմ հələ։ Դրա վրա մի դիրվեց մատը։ Մինամյոտ ես դու կարակի աշկի, դու ինչ հա ասիդ բա։ Ես հոսպիտալ եմ ծառայել ժողովուրդ։ Առաջին զենքը փոքր ժամանակ եմ կրակել, եղել է SKS կարաբին, չգիտեմ ով գիտեն ժողովուրդը թե չէ։ Դպրոցում հələ։ Չէ, պապայիս նվեր էին տվել, իմ պապան ժամանակին տես բարձրաստիճան սպա էր, իրան ծնունդին նվեր էին տվես։ Սամազարյատ մի կարաբին Սիմոնը, դա պաչոտնի կարաուլիս կարաբինները տեսեք ցած վրան թերով։ Այդ երևի մի 2000, չէ, ինքը տենց չի, պոլո ավտոմատիկ է, Call of Duty մեջ տեսես, որ ցած երկաթը խրտ վրից մցին։ Որ կրակմաս ման Այդ բանա թռնում, հա։ Այ դրան նման։ Անընդհատ այդ պետքա դնես, չէ՞ նորից։ Դե 10 դնում ես կրակում ես, հետո նորից ես ռաժոկ չեն, աբոյմա են դրան ասում։ 2000 թվին, 2000 հավաքում էր արդեն այն ժամանակվից։ Հա, այն ժամանակ դա տունը իմ համար չի եղել արգելքներ։ Ոչ միշտ տվել են, ասել են ինչ ուզում։ Իհարկե մի կողմից շատ վատ է։ Հիմա ես ինքս իմ մեր տանը իմ երախուն թույլ չեմ տա երբեք։ Մի հատ կարող է սխալ բան ասեմ, բայց հա որ եթե դու երախուն փոքր վախտվանից պատասխանատու ձևով սովորացնում ես զենքը ինչ է, իրան հարգել ես սովորացնում, օրինակ պապայիս ընկերը ինքը ոստիկանությունից էր, ես հիշում եմ հələ դպրոցում է ինքը ինձ մակարով տվեց, սովորացրեց ոնց է հավաքվում, քանդվում բան ու ամեն քայլին ինքը հարգանք էր սովորացնում զենքին։ Ոչ մի պայն թեթև չէր թողում նայեմ։ Ինքը չէր թողում նույնիսկ շարիկով պիստոլետը ես մարդու վրա ուղղեմ։ Ինքը այդպես բան անում։ Ոնց որ կարող է եթե փոքր վախտվանից քո մեջ դնում են, դու ապագայում բան չես դառնում։ Նայ, այդտեղ կա մի հատ պաբոչնի էֆեկտ, որ եթե այդ մարդը ներկայա ու ինքը իր զենքը թույլ է տվել իր ներկայությամբ այդ process-ները անել, հասկանալի է, բայց եթե տանը կա զենք, պատկերացրա 96-98 թվերին, պատերազմը նոր ապրծե, բոլոր այն ժամանակ ինչ որ զենք եւ այլն,
ծնողներն էլ այն ժամանակ մի քիչ ուրիշ են եղել, չէ՞, ֆիդային վիճակներ։ Ոչ safe ա եղել, ոչ մի բան ա եղել։ Եթե քեզ թույլ է տվել իրանց ներկայությամբ ինչ-որ բան անես, հետո գնացել են իրանք։ Շատ մեծ հավանականություն կա երեխու հետաքրքրության տեսանկյունից ինքը իրանով գնա գտնի այդ ամեն ինչը անի, չէ։ Դրա համար ես գիտեի, որտեղա պասը գարդիոպի գլխին ա, Բայց եղել են, հա, տենց դեպքեր։ միանշան։ Հա։ Բայց վնասվածքներ բան։ Իմ տեսանկյունից չի եղել, բայց ես դեպքեր գիտեմ 90-ականների, որ մահվան դեպքեր ա եղել, երեխեքը նռնակ են գտել եւ այլն։ Լսի, իմ papan պատմում էր, որ ինքը փոքր ժամանակ զենք է հավաքել, տրուբից, տենց ինչ-որ, ու այն ժամանակ ասում է, որ շատ էին, էլի, իմ papan 62 թիվ է, տենց ինքը իր 14-15 տարեկան ժամանակները, տենց ինչ-որ սիլիտրայով, բենզինով բոմբեր, բան, տենց Մի քիչ քիմիա ու մեխանիկա որ իմանաս հիմա է կա հավաքել։ Հա, ինչ-որ բորդ գայեկեքով բաներ, պիտարդաներ Հա, բայց դա զենք հրազեն անվանում կարանք տանք իրան, բայց ինքը լինելու այն 1700-ականների մուշկետի նման, ինչ որ այն որսս կայծը չախմակով տարածեն պահում են մեջից մեխատ։ Ինքը հեշտ է այդ հավաքելը, բայց պետք է sense մի հատ բան մտածես։ Տես կա առաջի ծանոթացումը զենքին, ոնց դու կծանոթանաս, տենց է սկսվելու է։ Այսինքն, եթե դու զենքին մանկուց ծանոթանաս որպես կրիմինալ տար, հետո մեծանաս, ինչ է լինի հոգեբանորեն կրիմինալի։ Եթե ինքնապաշտպանական է, ինքնապաշտպանական է, ռազմա, հա, հետո կլինի փոխել, չգիտեմ, ասենք 20-27-ից հետո, եթե դու ինքնազարգացվես, քո մեջ կհասկանաս։ Բայց մի հատ մոդել կա, որ մարդիկ միշտ մանկուց է ձևավորվում այդ ամեն ինչը, էլի։ Ու տենց բաներ։ Հիմա դες ինչ կա մի քիչ զենքի հետ կապված, ես միշտ մտածում եմ նրա մասին, որ այն ժամանակ երբ որ մարտի դաշտում դու գալիս էր բանով, տապորով, մոլոտով, դու պետքա քո զենքի հետ ուրիշ հարաբերությունների մեջ լինել, ու դու որպես զինվոր պետքա ուրիշ կերպար ունենալ։ Իսկ հրազենը ինքը ոնց որ հավասարացնում է դաշտը, էլի։ Ինքը իրանով վտանգավոր է։ Դու արդեն անպայման չի վտանգավոր ես, ինքն է ոնց է դառնում վտանգավոր։ Այստեղ հետաքրքիր միտք ես ասեմ, հա, ես էլ եմ այդ էներգետիկային հավատում, ինքս իմ վրա իմ զենքերի հետ ընկերություն անում եմ։ Բայց էդի դու անձնական ձև ես անցալում։ Եթե գլոբալ նայենք, միևնույնն է զենքը դու ես ելնելու։ Էնի ընդհանրապես գործիք է ինքը, ու sense մի հատ բան եմ մտածել, տապորն է միևնույնն է քորանալու է, չէ՞։ Կամ եթե տապորը օրինակ 15 կիլանոց է, դու 25 տարեկանում այդ տապորով ուրիշ ձև ես աշխատելու, իսկ 50 տարեկանում ինչքան է տապորը քո ընկերն է, քո ֆիզիկականը լրիվ ուրիշ ձև անելու ճկունությունը, տարագությունը կորելու է, չէ՞։ Հրազանի տեսանկյունից որ ասում ես հավասարացնում է, նա ես կասեի հետեւյալը, երբ որ ֆիզիկապես իրար դեմ դիմաց ենք, Հա։ ու ես տենում եմ որ իր տապորը մեծ է, օրինակ, հա, ես մոտավոր գնահատական կարամ տամ։ Բայց եթե ես կիլոմետր ու կեսի վրա քայլում եմ ու ընդեղից ինձ կրակում են, ես դաժե չեմ էլ հասկանում այդ դիպուկահարը ոնց կրակեց։ Թասիպես հիմա հավասարություն չկա։ Այն ժամանակ դու կարող ես նայել են ոնց է Ախիլեսը որ ելնում են մեկին կողքից։ Կարող տենալ Ախիլեսը վախենալ ասել ախպեր, հանձնվում է։ Հա ինքը մեծ է ուժեղ, բայց հիմա չկա այդ։ Դու չգիտես դիմացից ով ինչ հեռավորությունից Այսինքն հիմա ավելի քողարկված, ավելի անհայտ բանի դեմ ես դու կռվում։ Անհայտ վտանգ է, էլի որտեղից գա։ Որովհետև հերվից է։ Հիմա զենքը ավելի տենց հոգեբանական ճնշում է, էլի։ Առաջ ոնց որ բանը մարտը անձնական էր։ Հիմա ինքը անձնազուրկ է։ Գնդակներ են թռնում։ Դու չգիտես ով է իրան թողել։ Ու կարող է շատ միամիտ այդ գնդակը թռնել։ Այսինքն այն ժամանակ չի եղել, որ ես ու դու Սկանդինավիայում միտը իրար դիմաց հանդիպենք ու մի հատ տապոր միամիտ ես իմ որպես դա խփիկ է։ Հա։ Չէ՞ էլի, չէ՞։ Իսկ հիմա կարող ուղակի մարտի դաշտում կանգնացնենք այն հայ ասած մի հատ քյոր գյուլը միամիտ կպնի։ Հիմա շանսը շատացել է, էլի։ Դու ինչ զենքեր ես սիրում։ Նայ, ես դա զենքը հարաբերական հասկացություն է, կարանք սառը զենքից սկսենք, դանակ, մանակ, թուլ։ Եկեք ամենափոքր զենքերից սկսենք։ Ես սիրում եմ այն զենքերը, որոնք կարելի է միշտ ունենալ քո վրա ու անհրաժեշտության դեպքում կիրառել։ Որովհետև տես, կարանք զենքը դասենք ըստ մասնագիտության, եթե ռազմական տեսանկյունից նայենք, մարդիկ ասում են ես հրետանավոր եմ, ինձ D30 թնդանոթն է պետք, հա, բայց իրան D30 թնդանոթը որ հանգարտ ինչ որ բան պետք լինի, չկա։ Ինձ դուր են գալի այն զենքերը, որոնք որ միշտ կարան մոտը տնեն եւ քողարկած ու անսպասել։ Պրակտիկ, որը որ ավելի շատ պրակտիկ է։ Ջոն Վիկը տեսել ես, որ մատիտով ծաղի սպանում։ Հիմա քո մոտ ինչ զենք կա։ Հիմա իմ մոտ Glock է, Glock 19X։ Ինքը բայվո է, հենց հա։ Դե բայվոն է, քաղաքացիական, նայ, հես այդ բայվոից է կխոսանք։ Հա։
կոնկրետ այս ատրճանակը քաղաքացիական ատրճանակ է ամբողջ աշխարհում։ Այդ մեր օրենսդրությունով է ձևավորվել մի հատ մոդել, որ կա մարտական եւ կա, չգիտեմ, քաղաքացիական կամ եւ այլն, չէ՞։ Տարբերությունից հեսա կխոսանք, իմ ատրճանակը գլոկ 19-ն է, 19x-ը։ Ու բացի դրանից ես միշտ մոտս ունեմ դանակ։ Դանակն էլ դա հետո կգնանք ընդ ցույց կտամ Իսկ զենքը դելա միշտ կոմոդ ատրճանակը նկատի ունի։ Կախված դե ուր ես գնում։ Ամեն մարդ չի կարող Հայաստանում ատրճանակ կրի, ես ասեմ իմանաս, դա որոշակի բյուրոկրատիա է կամ որոշակի ունակություններ պիտի ունենաս պետության հանդեպ արած, ինչ որ բաներ ես արել, որ քեզ նվեր են տվել։ Իսկ դա էլ աշխատում է ծանոթի միջոցով։ Չէ, ծանոթը չի աշխատում։ Կամ պիտի օրինակ, եթե դու պատերազմի ժամանակ 5 տանկ ես խփել, ու ասենք վարչապետի մոտ գնացել ես ինքը ձեռքը ծեղմել ասել է ինչ ես ուզում տղա ջան մարդը ասել է Սևանում ափ եմ ուզում օրինակ մարդը ասել է ինձ մի հատ ատրճանակ կնվիրեք լսի մի հատ տենց բան եմ լսել որ ուզում են ինչ որ օրենք են ուզում մշակեն որ նվիրաբերած զենքերը հետ վերցնեն կա տենց հիմա դրած է նախագիծը տես ոնց է հենց հիմա օրենքի նախագծով ընդունված կարգ կա արդեն բոլոր ուժային կառույցների աշխատողները ովքեր մայորից վերև մայոր եւ վերև հաստիկ ունեն եւ 20 տարի աշխատել են ուժային կառույցում, այսինքն որոշակի զասլուգաներ ունեն, հայերեն այդ բառը չգիտեմ գնալ։ Ինքը կարող գնա բաց վաճառք առնի խանութից։ Եթե դու մայոր ես ու 20 տարի ծառայել ես, գնա ատրճանակ առ։ Այդ մոդելը կա, հենց հիմա աշխատում։ Տրամաբանական է։ Հա, դեսավ կյանքը ռազմական գործում է։ Իհարկե դե այնտեղ կարան ինչ որ բեղերով ոսկու ծատամներով շտաբում նստած մարդիկ լավ կյանքում զենք չեն ունեցել, բայց դե այդ պաբոչնի պրոդուկտները միշտ ելնելու է։ Հա, ֆագրեշտ։ Ըստ իրանք էլ կարան առնեն։ Սոտիկի։ Ու հիմա այդ նվիրաբերված նագրադնոյ զենքերի մասին ինչ որ տես խոսակցություն կա, որ ուզում են բան հանեն, հա։ Նայ, նագրադնոյ զենքերի մասին ոչ թե խոսակցություն կա, որ ուզում են հանեն, այլ պետք է մի հատ քննվի։ Տեսնի, ես 30 տարվա մեջ Ով է ձեռք բերել, հա։ Սիմոնը, որ ունի այս ատրճանակը, ինչ գործողություններ արել օրինակ Հայաստանի Հանրապետության համար, որ ինքը ունի այդ ատրճանակ իր մոտ։ Որտեվ ինչ որ մեկը կարող է պատերազմի ժամանակ մի հատ կասկայա ուղարկել չակերտների մեջ ունի, իսկ ինչ որ մեկը կարող է կասկա դնա սարքեցերից ծեր մի քանի միլիարդ դոլար ինքն էլ ունի։ Ոնց ենք համաչափությունը գտնելու, բալանսի բերել։ Հասկանալի է։ Նայ, մի հատ sense բան եմ ուզում ասեմ։ Հիմա ինչքան էլ տեսքս տենց խնդալու են, ինչ-որ Call of Duty-ի մեռնող պերսոնաժի եմ նման NPC-ի, բայց հարցս խնդրում եմ մաքսիմալ լուրջ էլի վերաբերվես հարցից։ Ես գիտեմ, որ դուք Ադրբեջանում համարվում եք terrorist, իրանց մոտ գրանցված եք որպես terrorist ու ասում էիր, որ նաև Ռուսաստանում կարծեմ, ու ընդհանրապես տենց ինչ-որ դրա մասին էլի ասես ոնց է այդ ամեն ինչը։ Տես դե ինքը հարաբերական հասկացություն է terrorist ասելը, հա, տես որտեղից է սկսվել։ Դե մենք քաղաքացիական հրաձգան ենք, ունենք որոշակի մարքեթինգային քայլեր։ Մարդեն հրավիրել եկել է մեր համար մի հատ տենց սինոն ռոլիկա նկարել, որտեղ դե զենք ենք օգտագործում դեպի թիրախները, հա։ Իհարկե կոնտեքստից կարելի է վերցնել ցանկացած հայկական վիդեո, որը տակը ձենդն է, ասած ինչ ուզես նկարագրես։ Երևի եղել է գեղեցիկ հրաձգարան ինչ որ կահավորած, մարդիկ մտածել են այն կողմերից, էլի, որ էսի ավելի շատ ոչ թե սեփական է, այլ ուրիշ նշանակության։ Ու տենց Telegram-ներով, YouTube-ներով, իրանց բաներով, հա, էջերով մեզի Հավաքել է մարքեթինգը։ Հա, դե վատ PR-ը էլի PR-ը, բայց դե իրանց կողմից վատ PR-ը, մեր կողմից լավ PR-ը։ Հա, այդ Ռուսաստանի տեսանկյունից էլի Ռուսաստան դե չի համարվում այդպես, բայց քանի որ կան ապշինաներ, սենց ասած, հա։ Ադրբեջանական։ Հա, դե մենք էլ Ռուսաստանում ունենք, չէ, իրական սաղ աշխարհով մեկ կան այդ այդպես ասած ապշինաները։ Մենք մի քիչ ավելի զգուշացած ենք, որովհետեւ որ քո դեմքերը ինչ որտեղ ցույց են տալի, ասում են դու վատ մարդ ես, բայց իրական դու վատ մարդ չես, ընդհանրապես բիզնեսմեն ես, հա, դու մի քիչ ավելի անհանգստանում ես։ Հիմնական միտքը դրանում է, բայց դե որտեղ կա զենք, sense tenants կարելի է վերցնել ու աճացնել թեման, էլի։ Ամեն դեպքում ես պետք է հասկանալ, էլի, ասած որ ես որ աստե հայտնվում ես նայում ես, դու հասկանում ես, որ էսի ոչ մեկի մտքով չի անցել։ Արա ոնց փող աշխատենք, արի sense մի հատ հող փորենք, կիրճ սարքենք, չէ, էլի էսի բարձա որ բան է, էնտուզիազմի հարց է, ու պետք է ինքը ինչ որ ձև իրան ապահովի, դա ինքան բան կա, սա պետք է
մի ձև աշխատի։ Ինքը էնտուզիազմի շրջանակներում սարքված բիզնես պրոյեկտ է, ասենց ասած, բայց դե բիզնես պրոյեկտները ոնց են, բիզնես պրոյեկտ կա սարքում ես մոտակա ապագայի վրա, չէ՞, 1-2 տարի։ Դե պրոյեկտ կա սարքում ես 5-10 տարի, իսկ պրոյեկտ կա սարքում ես, որ մի 200 տարի կարող է աշխատի, հա։ Հիմա մենք կարելի է ասել այդ 5-10-ից 200 տարում մեջներում ենք էսի մոտավորապես։ Ինչ որ տես, բայց միևնույնն է գիտելիք ձեռք բերելու տեսանկյունից այն մարդիկ, ովքեր գալիս են, չենք զլանում պրոֆեսիոնալ ձևի աշխատում Իսկ շատ են գալիս։ Ապշե։ Քաղաքացիական տեսանկյունից հիմնականում աղջիկներն են ավելի շատ գալիս։ Աղջիկներ։ Կամ երևի իրանց ընկերներին ստիպում են, որ իրանց բերեն, ընդդում են այտենց, բայց Այդինչ շատ է դզում։ Մուր պահած աղջիկներն են չգալիս։ Կարա լինի այտենց։ Բան էլի։ Հա, բիզնես տեսանկյունից նոր ենք զարգանում։ զարգանում։ Գալիս է զենք եկրակում։ Մի տարի սարքել ենք հրաձգարանը, մի տարի շինարարություն ենք արել։ Ու մի տարի էլ հələ որ բացենք, դե բացենք այն առնով որ արդեն կանան մեզ այցելեն։ Բայց դե մեր երկիրը մի քիչ հետաքրքիր ձև աշխատում, այս sense ուղղակի ժպտալու համար ասեմ, հա, եթե դու կարաս գաս ինչ որտեղ 20000 դրամ ծախսես 2-3 ժամ, կիսա էքստրեմալ գիտելիքներ հետը համադրած ժամանց անցկացնես, ու այդ 20000 դրամը կարաս գնաս, չգիտեմ, ռեստորանում հաց ուտես։ խաշուտեք ընկերներով, հաստատ կգնանք խաշուտ, էլի, այտենց մոդել կա մեր մոտ։ Դե բայց կան մարդիկ, որ գալիս են։ Բայց որ գալիս են ստեղ իրանք գալիս են ոնց էս նկատել հիմնականում այդ կայֆը հանելու համար կրակեն զուտ թե ուզում են սովորեն այդ տակտիկաները ամեն ինչ էլի։ Նայ, մենք ունենք 3 տեսակի sense հաճախորդ, հա, sense ասած։ Առաջինը դրանք այն մարդիկ են, ովքեր գալիս են ավելի շատ իրենց ընկերների մոտ ինքնահաստատվեն։ Այսինքն որ 5 հոգով գնանք ով լավ կրակում, ես եմ լավ կրակում։ Իհարկե դե մենք ստեղ նորմերը ու ամեն ինչը պահում ենք անվտանգության, հա, բայց այդ մարդկանց հետ ուսումնական process եւ բացատրելը անիմաստ է։ Մենք ընդհանրապես նայում ենք ամեն ինչը օրենքի շրջանակներում։ Իրանք իրաց 5 հոգով մտցեն գնա։ 20 պատրոնը գնա։ Հա, իրանք երևի նենց դեմքեն APS գիտեմ։ Հա, հենց այդպես APS գիտեմ, որ զենքը դու խաղալիք զենքեր մենք ունենք, ստե ինա դու տալիս ենք զենքները, որ կողից նայեք, եւ որ ընկերների վրով բան sense ճոգիր եմ, որ sense մեջը նայելով։ Այդպես մարդիկ կան։ Երկրորդը դրանք հիմնականում ամենամեծ խումբը, որ գալիս է մեր մոտ, դրանք ընտանեկան ինչ որ ժամանցի շրջանակներ է։ Այսինքն մարդիկ գալիս են իրանց դե իհարկե օրենքը թույլ չի տալի 14-16 տարեկանից ներքև երեխեք, եթե դրանից ներքև իրանք նստում են սպասասրահում, բայց 14-16-ից վերև, ասենք papan իր աղջկան ու տղուն կնոջ հետ բերում է կրակելու։ Բայց իրանք էլ են կրակում։ Հա, բոլորով կրակում են։ Իրանք ավելի հետաքրքրած են ելնում գիտելիք ունենալու տեսանկյունից, հրահանգիչները աշխատում են իրանց հետ ամեն ինչ պրոֆեսիոնալ իրականացված, բայց այդտեղ էլ մեկ օրյա է ալնում։ Իրանք մեկ օր մնում են ստեղ։ Չէ, մեկ օրյա ասելով մի անգամ եկան գնաց։ Եկան ու էլի կարող են կարող է հետո մի հատ էլ մի 6 ամսից գան։ Էլի վատ չի, լավ է, երեխեքը գոնե տեսան ինչ որ բան։ Ու կա երրորդ խումբը, որոնք մեր հետ, ասենց ասած, ամեն շաբաթ գալի պարապ են։ Հա, մշտական հաճախորդներ են։ Մենք ունենք այտենց երևի հասարակության խավերին ասես չբռնեմ տարբերեմ իրարից, բայց հիմնականում բժիշկներն են ամենաշատը գալիս ու IT ոլորտից։ Հետաքրքիր է։ Ամենասպասված է։ Հա, բժիշկները ավելի շատ այդ ինչ որ իրավիճակներ տեսնելուց, ռեալին ավելի մոտ լնելուց, իրանք ուզում են երևի այդ թեմայի մեջ էլ ավելի պատրաստված լինել։ Իրանք ավելի ստափ են նայում ամեն ինչին երևի այդ։ Այդ այստեղ եկան ամեն շաբաթ գալիս են, ախենա պարապում են հրահանգիչների հետ, ասենք հրահանգիչները իրանց նույնիսկ են որ հաուրա ջիմանել են տալի, սողալ են տալի եւ այլն, այտենց մարդիկ եկան, որ իրանք Հատուկ ֆրիս պատգատովկա էլ եք անում։ Դե եթե պետք է, անում ենք, որ ինքը մեզ ասում է, չգիտեմ, այս ինչ process-ը ներառեք մեջ, չէ՞, ինչի՞ չէ։ Որ ինքը ասում է, եթե ես 10 հատ կրակեմ, քանի հատ չկպնեմ, ամեն չկպած 10 հատ ջիմ, ինքը իրան է ասում։ Ու լինում են էլի տենց դեպքեր, հա։ Հո դուս ես։ Ես ցած կգայեմ այդ հաջողով շատ լավն է։ Հա, ես էլ ասեմ, հիմնականում կամ գեյմերներն են, Հա։ Counter Strike որ իրանք տեսնում են, որ ինչ որ խաղի մեջ է իրականում այտենց չի։ Հա։ Այդ սուպեր այմ ունենալը ստե չի օգնում իրանց ջոգի, չէ՞։ Եվ երկրորդը դրանք անիմեշնիկներն են։ Չէ, պատկերացնի անիմեշնիկ։ Ասեմ ότι կոմիկ կա, բանա, որ պատերազմի մասնակից է։ Անիմեշնիկներն են։ Այդ կոմիկ կա, պատերազմի մասնակից է, ստե Berserk-ից դուր, ինքը խոսքի տանկ ման կա խփե։ Ահա, ուժեղ անիմեշնիկ է։ Որտեղ անիմեների մեջ կա այդ հոգեբանությունը, չէ՞, այդ ռազմական, բացված, գիտեմ
я хочу стать Хокаге եւ այլն, ասենք Նարուտոն բան չէ։ Այդ ամենը բերում է որ դու մի քիչ լիդերական ունակություններ ձեռք բերես, ունես Հետո զենքի խաղերը տես բան կա դաժե հենց տեստավորել են, որ եթե դու շատ ես շուտերներ խաղացել, Counter-Strike-ը, դու նեղ տարածքներում քո օրիենտիրովկան շատ արագ է արտում, քո փոխվում է դրանից։ Դե աչքերիդ այնն է, դու ռեակցիան շատ արագանում է, բայց Տարապունքտերի շրջանակներում այդ մարդիկ որ գալիս են ովքեր աչքերի արագային ունեն, սենց ալում պինգ ասվածը կա, չէ, այդ ապազդանյան։ Ինքը աշկով տենում է, բայց շարժումների ֆիզիկականը մինչև հասնում է տեղ արդեն ուշ ալնում, էլի։ Պետք է կարողանալ էդի Դուք բան սնայպերական դասեր եք տալի։ Ամեն ինչ ունենք։ Այն որտեվ ես այդքան վաղուց չէր, որ ես իմացա, որ սնայպերը էդի մաթեմ է, որ կողքդ պետք է բան։ Սնայպինգը դա կրակելուց, կրակելը սնայպինգի մեջ նայ, դու կարաս հասնես մի հատ շատ լավ աստիճանի կրակային, հա։ Օրինակ, ինչ ուզես խոցես ատրճանակով եւ ավտոմատով եւ օպտիկայի մեջ, ասենք 100 մետր դիստանցիայի վրա։ Բայց հենց գալիս է սնայպինգին ես մոտենում, այդտեղ արդեն գալիս է ֆիզիկա, գեոմետրիա, ինքը տեխնիկապես բալիստիկ սնարյադ է, բալիստիկան, հա, որովհետև դու արդեն իհարկե որոշակի հեռավորություններից հետո նույնիսկ երկիր մոլորակի պտույտը կապում։ Հա, քամին պտույտը սա կապում։ Փոքր ռակետա է։ Հա, դու պիտի սաղ հաշվես քամիները, խոնավությունը, ձգողական ուժը, գնդակի արագությունը, բալիստիկ էկվիվալենտը, լիքը բաներ կան, էլի, նույնիսկ առաջի կրակոց, երկրորդ, երրորդ կրակոցի տարբերություն կա, որովհետև առաջի կրակոցը փողը հələ սառն է, չէ, երկրորդը տաքանում է ավելի լայնանում է, այսինքն սկզբնական արագություն կարա փոխվի, էդի ավելի բարդ է։ Որ գալիս են ստեղ կրակային դասերի հետ, սերտիֆիկատ ստանալուց հետո դուք սերտիֆիկատ եք տալիս, ոնց են իրանք զենք ձեռք բերում, էլի, ինչ խանութներ է, թե ոնց է, էլի։ Նայ, դե մենք սերտիֆիկատ, մենք չենք տալիս սերտիֆիկատը։ Դուք չեք տալիս։ Մենք լիցենզավորված մարմին ենք, ով ոստիկանության հետ համատեղ եւ Հայաստանում կան այլ լիցենզավորված մարմիններ։ Ոստիկանության հետ համատեղ անցկացնում ենք զենքի թույլատրման քննություն։ Զենքի թույլատրման քննությունը Հայաստանում կարգ ունի, ասենք, սենց է, նայ։ Օրենքի մեջ 80 հարց կա, մարդիկ սովորում են, գալիս են մեր լսանում ոստիկանության հետ համատեղ քննություն են հանձնում, տեսական։ Ոնց որ գնում ես պրավա ես ստանում, հա։ Նստում են իրանք քննությունը հանձնում են, այդ 80 հարցից ռանդոմնի 10 հարց է իրանք հասնում։ Okay։ Գեներացվում է 10-ից 8-ը եթե պատասխանում են, համարվում է տեսական քննությունը անցել են։ Օրենքից որոշակի մեջբերումներ, զենքի կիրառում, կրում եւ այլն անվտանգություն, դա անցնում է։ Էդի որ անցնում են, եթե դե ոստիկանության տեսուչներն էլ են ստեղ, ոստիկանության հետ on-line կապ ա լինում, զապիս արվում այդ ամեն ինչը, ոնց որ մենք ընդամենը անցկացնող մարմինն ենք ոստիկանության հետ համատեղ, ոչ թե մենք ենք տալիս սերտիֆիկատը։ Եթե այդ մարդը ստանում է իր տեսական քննությունը, գալիս է գործնական քննությունը օրենքի կարգով էլի 50 մետր դիստանցիայի վրա պետք է խոցի թիրախներ։ Բացի թիրախներ խոցելը պիտի զենքը քանդի, հավաքի, դետալները հայալեզու իմանա։ Որովհետև մարդիկ կան, չգիտեմ, զատվորը, պրուժինը, որովհետև մենք Հայաստանում ենք, իսկ օրենքի մեջ հայատար ամեն ինչը գտնվում, որ ոստիկանը քեզ կանգնեցնի, ասի հարգելի քաղաքացի, փակաղակի, ձգանի, փամփշտատուփի եւ այլն ինչ բառեր դու հասկանաս ինչ։ Բայց դժվար էլի ոստիկանը տենց ասի։ Դե օրինակն եմ ասում։ Բայց մոդելը ճիշտ է սարքած, որ եթե Հայաստանում ենք օրենքը հայալեզու է, ուրեմն հայերեն իմաց։ Որտեվ բան է, այդ ուղղակի կոնկրետ է ճիշտ է, որտեվ օրենքը միանշանակություն է սիրում, էլի չպիտի բառ 15000-ատ նշանակություն ունենա։ Ինքը գալիս է դետալների իմացությունը ցույց է տալիս, էլի կամերաների ներքո, ոստիկանության ներկայացուցիչների ներքո։ Եթե զենքը լիարժեք քանդում հավաքում է դետալների անվանումները տալիս է, անվտանգության նորմերը պահպանում է, խախտում չի լինում։ Խոցում է թիրախ 50 մետրի վրա պետք է կրակի 3 հատ։ Խոցում է թիրախները ու վերջ, այսինքն տեսական քննությունը ստանում է, գործնական քննությունը ստանում է եւ ստանում է մեր եւ ոստիկանության համատեղ սերտիֆիկատ, որ ինքը կարող է գնալ զենք ձեռք բերի։ Դա անժամկետ է, ոնց որ ցնորք տալիս ենք այդ հնարավորությունը, եթե ինքը դա ամեն ինչ արեց։ Այդ սերտիֆիկատի հիմքի վրա նոր ինքը գնում է զենքի խանութներ ու քաղաքացիական զենք, իհարկե ոչ ատրճանակ, կարճափող չէ։ Քաղաքացիական մենահատ կրակող զենք։ Ինքը նույն ատրճանակը չի, այսինքն։ Ատրճանակ sense tennis չի կարող, ոչ մեկ չի թույլատրվում։ Նայ, օրենքով իհարկե կարող է մի քիչ չափը խառնեմ։ Քաղաքացիական զենք համարվում է 60 սանտիմետրից ոչ կարճ եւ մենահատ կրակող, այսինքն ավտոմատ օչերը չի կա, դդդ չի լինել։ 60 սանտիմետրից ոչ կարճ, կարող է 68 հա, կարող է դա խառնեմ կներեք։ Եվ մենահատ կրակող զենք։
Այսինքն տենց ատրճանակ չկա, որ 60-ից պակաս լինի, դրա համար էլ չի Դե 60-ից երկար է այսքան ատրճանակ։ պայմանավորված։ Հա, էլի դա ուզում եմ։ Պայմանավորված է ամենայն հավանականությամբ որոշակի, հա, խողարկված կարելու, ինչ որ տեղեր կարաս դնես պլաշի տակ։ Բայց հիմա օրինակ քո զենքը Իմը վրոցը չի անցնում։ հրաձգարանի վրա գրանցված ատրճանակ է։ Բայվոյ, հա, ինքը Հա, դե հրաձգարանինն է այս ամեն ինչը։ Մենք հրանգիչ լինելով, երբ որ մտնում ենք ռեժիմային օբյեկտ, ընդունում հանձնումով մեր հրազենը գցում ենք մեր վրա։ հա։ Պատկերացրի։ Հիմա ես չեմ կարող ռեժիմային օբյեկտը լքեմ այս ատրճանակով։ Իսկ դու քո անձնական կարծիքը այդ սահմանափակումները զենքերի վրա լավ է թե վատ։ Ես կողմնակից եմ, որ զենքը լեգալիզացվի եւ նույնիսկ ավտոմատ կրակող զենքը լեգալիզացվի եւ նույնիսկ կարճափող զենքը օրենքից առաջ է ստեղծվել։ Ճիշտ է։ Առաջի անգամ, երբ որ են Homo sapiens-ները Ես կզավերին ասեմ, օրենքը զենքով է պարտադրվել։ Homo sapiens-ները երկու որց Homo sapiens, մի հատ egg Homo sapiens-ի համար կռիվ անելուց են մեկը մի հատ քար եկալ տավելա մյուսի գլխի, արդեն զենք։ Հա, նո առաջի զենքը հենց քարն է, էլի։ Օրինակ։ Հիմա այդ զենքը ստեղծելու process-ը հələ արի հասնենք ցիվիլիզացիայի տեսանկյունից, երբ է զենքը ձեռք բերե օրինական ստատուս։ Շատ ուշ, շատ։ Շատ ուշ։ Բոլորը զենք են ունեցել, հետո մի հատ պահ եկեմ, պետականությունը, դե ես մեր պետականության մասին չեմ, Ընդհանուր գաղափարը պետականության, հա, կարող է մի օր կոնտրոլը կորի։ Ու գան մեզ։ Չի կարելի, ոնց կարան, բա որ գան հա մեզ։ Հա, եկեք բան անենք, չէ՞, դնենք հավասարություն տիպը սարքենք, թող քաղաքացիական լինի, այսինչ լինի, այսինչ։ Ու հիմա դա ծախվում է որպես քաղաքացու շահ, չնայած հակառակն է։ Դա քննարկման process-ը, ես քննարկումներին մասնակցում եմ, մենք ազգային ժողովում գնում ենք այդ քննարկումները, ես իմ տեսակետներն եմ, մենք հրավիրված լինում ենք, հա, կա այդ հանձնաժողովի մեջ ենք։ Դուք համագործակցում եք ՊՆ-ի հետ։ Նայ մենք չենք կարող համագործակցենք հիմա, որովհետեւ մենք քաղաքացիական հրաձգարան ենք, բայց դե այն շրջանակներում, քանի որ ինչքան է քաղաքացիական ենք, օրինակ մետրոն ոնց ասում են մետրոն դա բայց ինքը մեկը բան է, բայց ասենք քրիտիկական իրավիճակում դառնում է ռեժիմային օբյեկտ, որը ցանկացած օբյեկտ կարա ուժային կառույցների եւ կառավարության որոշումով դառնա իրանց, չէ՞։ Մենք պատրաստ ենք մեծ սիրով ու քանի որ մենք հրազենի հետ ենք աշխատում մեր սերտիֆիկատը համատեղ ոստիկանության հետ է այսինքն մենք ինչքան էլ սեփական կոմերցիոն օբյեկտ ենք մեր հիմքը դա ոստիկանությունն է մենք համարում ենք ոստիկանության որոշակի մասնիկ այդ իսկ պատճառով եթե կարիք լինի եթե իրանք չգիտեմ ասեն օրինակ X գյուղում մի հատ մանկապարտեզ են գրավել, օրինակ, հա, մեր հրաձգարաններից ամենամոտիկը դուք եք։ Ձեր ռեսուրսները պետք է օգտվեն։ Մի հատ պետք է գան շուտ իրանք զենքերը այստեղ վիվեր կանեն գնան, միանշանակ գալու են անեն։ Հա, շատ կարևոր է։ Դա շատ կարևոր փաստ է, այսինքն մենք չենք կարող չհամագործակցել։ Համել ինչքան շատ պոլիգոններ, այդքան շատ տեսակետներ զարգացման տեսանկյունից, որովհետև տես ուժային կառույցներ ունեն դոգմատիկ ուղղություններ, չէ՞, այսինքն իրանք ունեն ստուգման կարգ, կրակային պատրաստության հստակ ձեռնարկ եւ այլն։ Իսկ ստեղ, չգիտեմ իմ Instagram-ում վիդեոներ տեսեք թե չէ, ես շիշը գցում եմ օդի մեջ կրակում եմ, հա, որ հիմա փորձեք այդ ամեն ինչ անեք, լուրջ եմ ասում, գլուխ գովալու բան չի, բայց կարող է 1000 պատրոն կրակեք չկպնի։ Նման հրաձգաները թույլ են տալիս էքստրաորդինար ունակություններ զարգացնել, իհարկե պատրաստված մարդու։ Դրա համար է հարցնում ՊՆ-ի հետ համագործակցում եք, ուզում եի հասկանալ զինվորականները գալիս են ձեր մոտ ինչ որ պատրաստություններ տենալու, էլի։ Ինդիվիդուալ տեսանկյունից, որ իրանք զանգեն գրանցվում որպես հաճախորդ։ Խնդիր չկա։ Ու գալիս են, կան, դե հիմա ինչ կապ ունի, մարդը ժամը մինչև 4-ը ոստիկանությունում աշխատում, հետո հասարակ քաղաքացիա զանգում գրանցվում գալիս է ինչ որ բաներ մեզնից սովորում։ Դա հնարավոր է։ Տենց էլ անում են, էլի մարդիկ։ Օրինակ, կա ոստիկանության ատեստացիա, որ իրանք պետք է կրակեն X դիստանցիայի վրա կպնեն, հա։ Մենք քաղաքացիական հրաձգան ենք, ծառայություն ենք մատուցում։ Ատեստացիա վերապատրաստում։ Իրանք գալիս են ասում են, իմ ատեստացիան, օրինակ 15 մետրի վրա 6 հատ կպնել 10-ին։ Հա։ Ասում ենք լավ աղբետ ջան, արի պարապի, շատ թույն բան է, հա։ Գալիս է ինքը պարապում է, հասնում է իր արդյունքին։ Ես մի հատ բան ասեմ, պրոստը որ հասկանաք, մենք էս մարտին ենք ձայնագրում։ Ձունա բայց մարտին։ Էս հա, էս պրոստը մի օր այսպես վիճակա։ Պրոստը բանը։ Մարտա, հորս արը։ Պրոստը որոշեցինք Անշի հետ մտածում էինք, բանը, աղբորպես ոդքասթը գնա արմ տակտիկալ ինչ-որ հետաքրքիր վիդեո նկարի, ու տենց մտածեցինք որ օր ընտրենք, որ ձյուն չլինի, անձրև չլինի, բան ասեցինք դե շաբաթ օրն է այդ օրը, էլի, ձև չի ուրիշ օր կլինի։ Բայց մի օր փաշ հանդիպենք էլի կշփվենք։ Լսի, բայց մի հատ էլ էլի հետաքրքիր ու իմ համար կարևոր հարցը, ստեղ ձեր մոտ եղել է ինչ-որ վատ դեպք։ Չէ, նայ վատ դեպքը հրաձգանների տեսանկյունից
դա մի քանի ձև կարանք նկարագրենք։ Առաջինը լետալ իսկոտ, հա, ինչ որ մեկը մեռնի։ Դե հենց այդ նկատի Դա ունեմ։ չի կարալնի, չի եղել։ Դե ոչ թե ասում չի կարալնի, լավ, չբռնենք ինչ որ ամպագործ։ Չգիտես ինչ է ուզում հասկանալ, որ լինի, եթե լինի Աստված չանի։ Ոնց է էլի այդ ամեն ինչը ավարտվում։ Տես, էլի օրենքի կարգով մենք ունենք անվտանգության նորմեր, կանոններ եւ այլն, Մեծ պունկտ ունենք։ թուղթ են ստորագրում մուտք ու ելքի ժամ, իրանց վրա կցվում են հրահանգիչներ, զենքը հրահանգի չինն է, ոչ թե քոնը, հրահանգիչը բերում է, դնում է սեղանին, քեզ բացատրում է, թույլ չի տալի դու զենքին կպնես։ Ամեն ինչը կոնտրոլ արվում, process-ը սկզբից մինչև վերջ 100%-անոց հրահանգչի կոնտրոլի տակ է, հա։ Այդ ժամանակ 100%-անոց բացառվում է ցանկացած դժբախտ պատահար։ Okay։ Բայց դե ոչ մեկ ստրախովկա չունի։ Հիմա եմ վերևից մի հատ դամբուլ օրինակ գաստված իր վիլիսով գա ձորից ընկնի վրեքներս մեկին ստե ինչ որ բան լինի։ Ոչ մեկ չի կարող ասի ոնց եղավ, Դե, հա։ Բայց մեր տեսանկյունից մենք լիարժեք օրենքի նորմերով կարգավորած է հրահանգիչները ամեն ինչ աշխատում են, ճիշտ պահում են ամեն ինչը, էլի։ Ու չենք թողում ինքնավստահ եւ անպագորգոր մարդիկ ինքնահաստատվեն։ Հա, այդ շատ լավ է։ Դու որ բան ես անում, տնից տաքսես կանչում իջնում ես քակ, դու ավելի մեծ վտանգի մեջ ես, քան այստեղ։ Հա, չէ, вообще զենքի հետ Ստատիստիկա է, էլի դա։ Պետք է զգուշ լինես, էլի։ Ժողովուրդ вообще զենքի հետ շատ զգուշ եք։ Կրակենք։ Հա, Կարանք հա։ արդեն։ Ինչպես է արտավազդ։ Բարև ձեզ։ Բարև ապրես։ Ինչ կարող է երկար խոսամ, բայց բան է, շատ հետաքրքիր բան եմ իմացել վերջերս։ Դրանպես տենց տարածված միֆ կա, որ ոչ թե միֆ, այլ տենց ոնց որ տենց են մարդիկ պատկերացնում, որ առաջ մարտի դաշտում բոլորը թրերով էին կռվում, չնայած թուրը շատ քիչ տարածված զենք էր, որտեղ ինքը վատ զենք է մարտի դաշտում։ Ծանր չէ տենց։ Նայ, առաջինը այն քանակի մետաղը, որ իր վրա գնում է, դու 5 հատ կացին կսարքես նույն մետաղով։ Կամ 100 հատ նետին ականիշ։ Հա, խոսքի ինքը անիմաստ է այդ առումով, հետո ինքը համ ծակելուց նիզակից վատ է ու կարճ է, համ կտրելուց տապորից վատ է ու կարճ է, էլի, բայց ու ինքը խոսքի գեներալի մոտ կարարնի, արքայի մոտ կարարնի, ու ինքը շատ հարմար է քաղաքում, որտեղ դու նեղ տարածքում ես, ընդ եկա այդ նիզակով չես գնալու, էլի։ Ու ինքը դրա, բայց խիա ինքը տենց սաղի ուղեղի մեջ մնացել, որ ինքն է ամենակարևոր զենքը, որովհետև ինքը այնքան թանկ էր ու այնքան ոնց որ սկիլ էր պահանջում իրան սարքելը, որ ոնց որ բանից սերունդից սերունդ փոխանցում Դժվար process-ով է։ Պատմություններ էր իր շուրջ ձևավորվում, խոսքի ինչքան հայտնի թրեր կան, չէ՞, խոսքի Էսկալիբուրի նման լիք հայտնի թրեր։ Ու ոնց որ դրա համար ինքը տես պատմության մեջ մնացել է, տենց հարաբերությունների մեջ է մտել։ Ու ինքը ոնց որ ատրճանակ լներ այն ժամանակ, բայց քո հետ ինքը ստատուս էր քեզ տալի, բայց նաև ինքը քո հետ կրելու զենք էր։ Բայց ուզում եմ ասեմ հիմա էլ ատրճանակների ինչ որ ռևոլվերների մասին կային պատմություններ, բայց արդեն գլոկերի մասին չկա ինչ որ լեգենդար գլոկ, որը տես պատմություն է։ Դե հիմա հասարակությունը ավելի օրենքի շրջանակ է, այսինքն հիմա չի կարելի, չէ՞։ Չի կարելի զենքը ֆրֆրել։ Վիզիվայու նա դու չկա, դրա համար էլ այդ լեգենդները չկա։ Իրականում լեգենդները կան, բայց ներկերուգերում պահած են։ Հիմա մենք էլ լեգենդներ ունենք մեր մեջ։ Ինչ որ համաշխարհային որոշակի տեղեր, չգիտեմ, Աֆղանստանում սենց ա եղել, Սոմալիում սենց, բայց դե դա են ռայն մարդիկ ովքեր գործի մեջ են, իրանք գիտեն, էլի։ Եվ քո ասած թրի տեսանկյունից նա հռոմեական ամենահայտնի թուրը Գլադիուսն է, գիտես չէ՞, մոտավորապես 45 սանտիմետր։ Բայց ինքը միևնույն է երկրորդական նշանակության զենք է։ Ինքը միշտ եղել է զինվորի կողքը, բայց նույնիսկ կինոների մեջ որ դու նայես, իրանք ունեն այդ իրանք վահանները ու երկար նիզակ, չէ՞։ Հիմնականը այդ իրանք կարգորտաներով փակ եւ այլն Էդրանով են մարտնչում, երբ որ պահը գալիս որ ինդիվիդուալ один на один պիտի բլիժնի բան տենց ինչ-որ։ Այդ ժամանակ նոր ինքը թուրը հանում է։ Թուրն էլ իրականում այնպես չի եղել, որ թրով մարտերը ընդունված են եղել։ Ինքը ուղղակի ձեռքի շարունակություն է եղել, հերվից ինչ որ մեկին հասնելու համար։ Հիմա եթե օլիմպիական սպորտաձևերում նայես, կա այդ սուսերամարտը, չէ՞։ Ինչ են անում իրանք։ Պրոստը բզելու վրա աչոք են հավաքում, ոչ թե մոտենան, հերվից հեռու, ասես բզեն պրոստը։ Թուրը հիմնականում այդ պրինցիպով էր, թե չէ։ Իսկ բանը, այդ որ ավտոմատների վրա ավելացրեցին հետո շտիկը, հա, այդ դրա միտքն է տանում, չէ։ Հա, շտիկնոժը նա ինչ ա եղել։ Սուվորովը մի հատ խոսք ունի, լսել եք որ ասում է պուլյա դուրը շտիկ մալաձես։ Նա ժամանակ ա եղել, երբ որ հրացանները չեն եղել կիսա ավտոմատ, պոլո ավտոմատ ու մագազինով։ Այսինքն ինքը որ մի հատ կրակել ես, հերթով պետք է ստվոլի մեջից թազա պուլյան լցեիր, բարութը լցեիր, թեդով լցեիր մեջ։ Այսինքն մի կրակոցը շեշմական ինչ կլինի, հա, մի կրակոցը տևել է կրակեցի, հետո մոտ 2 րոպե պետք է եղել որ երկրորդ կրակոց էր։ Դրա համար այն ժամանակ, երբ որ
գիտությունը այդքան չի զարգացել, որ հատով չկրակել, շատ կրակել։ Բարձա մի հատ կրակել են, հետո շտիկով գնացել են իրար վրա։ Պատկե տեսել ես Մինչև կհասցնի այդ կինոներում շատ են նկարել տենց, որ մի հատ գրակում Վիլյամ Վոլոսը մի հատ կինո ունի, չեմ հիշում անունը, որ իր տղեկի հետ կռվում են, sense բառաբանների ժամանակ։ Մոռացա, ես հիշեցի, Որ հերվից կրակում են մարդա մի հատ, հետո վազում են իրար վրա։ Որովհետև եթե մի հատ կրակեցի մի հոգի մեռավ, Մենք հասկանան ինչա կատարվել, նորից նորմալ բանը ամերիկական քաղաքացիական պատերազմի մասին։ Չեմ հիշում անունը, բայց շատ հետաքրքիր կինո է։ Հիմա դուս ես պատկերացրա, դպրոցում վազել եք 100 մետր։ Քանի վայրկյան է նորմատիվը։ Որտե՞ չեմ հիշում, Բայց մի րոպե քիչ է։ Քիչ մի րոպե։ կարծեմ որ 15 վայրկյան պետք է լինի, 17 վայրկյան։ Եթե դու մի հատ կրակեցիչ ու հակառակորդը վատագույն դեպքում 25 վայրկյանում հասնելու է քեզ, բայց եթե դու մի հատ կրակել ես ու րոպե ու քեզ պետք է զենքդ պերեզարիժատ անես, հաստատ հասնելու է, չէ՞։ Դրա համար իրանք ունեցել են մի հատ հրացան, հետո մի հատ էլ մուշկետ, պիստոլետ, ու հետո մնացել է կամ շնիկնոժը կամ սալվա։ Այդ մուշկետն էլ է նույն պրինցիպով աշխատում, ու էլի զարժան։ Բայց ես տեսել որ ճպտացնում են, հետո խփում են կայծը տալիս։ Էդրակի է, նույն բանն էլ արբալետի հետ էր, էլի, ինքը շատ դանդաղ էր, անհարմար։ Հա, ինքը իրանով իր առավելությունը մենակ այն էր, որ խոսքի դու բան աղեղներով բան պատրաստելենյա հավաքելու համար պետքա տարիներ սովորացներ, ինքը դժվար զենք։ Իսկ արբալետը հեշտ է օգտագործման մեջ, բայց ինքը այդ խնդրեմը ունի։ Միանշանակ, արբալետը ընդեղ ինքը ստանոկով է ձգվում, ասած ճռիկով է, էլի։ Ինքը բան ծակող ուժը չունի աղեղի, աղեղը շատ աղեղ։ Դե աղեղը կախված է մարդու այս ամպլիտուդայից, չէ՞, ինչքան ասում են մեծ war bow-ները, իրանք զրահ են ծակում։ Արբալետը ասած վոլտեր է, այս չափի վոլտ են իրան ասում։ Իսկ իր թևը կարճ է, ինքը ֆիզիկապես չի կարա տենց բան տալ։ Այդ քո ասած մտքի վրա ասեմ, երբ հա փոխվե։ Ասած մոդելը։ Այդտենց ասացված կա, ինքը անգլերեն է, ռուսերեն են ասում, ես փորձեմ հայերեն ասեմ, ուրեմն կոլտը ստեղծել է ավտոմատ կրակող ACP, տենց Automatical Cold Pistol, այդպես անունը, ասում են Աստված սարքել է մարդկանց տարբեր, իսկ կոլտը հավասարացրել է, լսել եք էդի, չէ, չէ, լսել, բայց տենց է, 1800-ականների կեսից են կավբոյների ժամանակ, երբ որ կարողացել են սարքեն արդեն փակ ցիկլով փամփուշտ, որ վարորդային լիցքը, պայթող ուժը ու գնդակը մի աբալոճկի մեջ է, ոչ թե զինվորը կամ կրակողը ինքը պետք է փամփուշտը լցի, վարորդը լցի, հետո ստվոլը բանանի, հա, սխմի վրա։ Հենց էդի կարողացել է կոլտը ստանա, այդ ժամանակ արդեն ստացվել է շիշտի զարյադնի կամ քանի զարյադնի եղել է։ Այդ բանն էր, մեր ռուս կոմիկներից մեկը մի հատ դες կատակ ուներ այդ կոլտի մասին, որ ասում է մանր, ասում է պատմության մեջ տենց է գրած, որ ինքը նավի վրա գնում էր մի քանի հոգեին, բան, ու տենց ընթացքում ինքը հորինել է ու պարզ չի ոնց հորին է, ասում եք մտածեք, իրանք դե 6 հոգի էին։ 6 մատը պարզ։ Այրանք գիտես ինչն էր հետաքրքիր, փամփուշտների մասին խոսացինք։ Ես գիտեմ, որ կա փամփուշտների տեսակներ, որոնք որ արգելված են, նույնիսկ պատերազմի ընթացքում չի թույլատրում, դե նորմալ է, չէ՞, զենքի տեսակներ կա, որ չի թույլատրվում։ Բանով կա, կարծեմ, արճիճով ինչ որ փամփուշտ կա, որ ինքը մտնում է մի տեղից, մարդու, օրինակ, ոտքից ու դուրս է գալիս գլխից, հա։ Փամփուշտների տեսակով կարա կոնվենցիաները արգել են։ Այսինքն Ժենևյան կոնվենցիան արգել է այս փամփուշտը կիրառել պատերազմական իրավիճակներում։ X երկրներում ընդհանրապես, հա, ով որ Ժենևյան կոնվենցիաների մեջ մտնող պետություն է։ Բայց մի հատ sense հասարակ բան, որ տունը մաման քեզ ասում է, որ իշնես դուս, քեզ դուրս ասեն հիմար դեբիլ ապուշ։ Հա, մի դու պատասխան։ իրաք չտփես։ Հա, հիմար բառը չօգտագործես։ Օրինակ, հետո որ դու իշնում ես, որ ինչ որ մեկը քեզ ասում է հիմար դեբիլ ապուշ, դու մի հատ նայում ես, տենաս մաման նայում է թե չի, թե չի նա տալիս ես բերնի, չէ՞։ Ուզում եմ ասեմ այդ արգելված փամփուշտները, որ դու ասում ես, կոնվենցիաներով արգելված են, նույն ֆոսֆորային զենք կա, բայց ցանկացած պատերազմում օգտագործվում։ բայց օգտաքիմիական զենք կա։ Ասեմ ինչն է արգելված։ Ուրեմն տես կոնվենցիաներով արգելված են այն զենքերը, որոնք կարողանում են մարդուն մահ պատճառել տանջելու միջոցով, ոչ թե մգնավելնի։ Հասկացա։ Դրա համար է, որ պատերազմի ընթացքում գլխից կրակելը էդի համարվում է մարդասիրական քայլ։ Հա, որտեղ մի անգամից է սպառ։ Գիտեիր որ տենց բան կա, մարդասիրական քայլ է Էդի շատ հին բան ես դու ասում, բայց ժամանակին եղել է, տենց ժամանակին պատերազմները ավելի պատվի խնդիր են եղել։ Իսկ հիմա պատվի խնդիր չկա, մարդիկ իրանց համար իրանց բլինդաժում նստած են, դրոնը գալի խփում է 30 հոգի մեռնում է։ Այդտեղ չկա, չէ՞ պատվի արդեն։ Դու լավ բան ես ասում, այդ վիկինգական միֆոլոգիան, հա, որ ես ու դու իրար հետ խոսում ենք մի քիչ
առաջ, նկայելուց առաջ։ Բայց հիմա չկա այդ ամենը։ Տես, արգելված փամփուշտներ լինելու են կոնվենցիաներով, այն փամփուշտները, որոնք ունեն հնարավորություն մասնատվելու, այսինքն Ասկոլաշնի էլի, հա։ կպան, հա, ու ինքը այտենց դրանց ասում են էքսպանսիվ փամփուշտներ կամ փամփուշտի տեսակ, ասենց RIP, ինքը կպնում է ու դառնում է մոտ 30 կտոր մարմնի Ու մեջ։ պրիչոմ ինքը հենց մարմնի մեջ է տրակում, չէ։ Հա, դե ինքը գիտես ոնց է, պատկերացրած ասես պստիկ կտոր կտրտած երկաթ, հա, օդի մեջ իրան ոչ մի բան է, բայց ինչին հանդիպում է, մասնատվում է։ Ինքը ասկոլաշնի այդ լիմոնչիկի էֆեկտ ունի, էլի։ Մոտավոր, բայց հանդիպելուց։ Հա։ Իհարկե դե այդ գնդակներն ունեն խոցող ուժի պակասություն, որովհետեւ եթե դու բրոնեժիլետով Բրոնեժիլետը երար, կանգնացնի, հա։ вообще ոչ մի բան չի լինելու, കാരണം մի մագազին կրակեն վրա ընդհանրապես չզգաս։ Հասկացա։ Դա առաջինն էր, որը մասնատվողն են։ Ուրիշ արգելված փամփուշտներ կան, տես, սենց է։ Համաշխարհային նորմերով կան քաղաքացիական սպորտային եւ ռազմական նշանակության փամփուշտներ։ Ռազմական նշանակության փամփուշտները պատերազմների կամ ինչ-որ գործողությունների ժամանակ է օգտագործվել։ Ինքը նախատեսված այնց խոցելու համար։ Օրինակ, ոստիկանության աշխատողներին ստանդարտ հիմա մեր բարեկային ծառայության տղեկին արգելվում է ունենալ այդ պողպատյա սրտով սերդեչնիկով sense ասած գնդակ։ Ինչի համար։ Որովհետեւ ինքը հանցագործին վնասազերծելու ժամանակ կարակարակի հանցագործի վրա, եթե ռազմական նշանակության փամփուշտ է, նասկվես, ասինքն ստեղից մտնի դերից դուրս գա, ու շարունակի գնդակի գնալ, այնտեղ կարա քաղաքացու կպնի, ռեկաշետով մի հատ ինչ որ մեկին վնասի։ Հա, դու Ինքը չի կորցնում էլի շատ իր ուժը, էլի։ Այդ գործողությունների սահմանափակելու բան ունես, նպատակ։ Ոնց որ sense մի հատ բեմահարթակ ունես, որտեղ այդ գործողությունները իրականանում, ոստիկանության համար կամ հակատերորիստական որոշակի խմբեր, տղերք եւ այլն կան, ովքեր քաղաքային միջավայրում քաղաքացիների հետ համատեղ են այդ process-ը անելու, այսինքն քաղաքացին չգիտի, չէ, իր թորի հետ տեղ այդում, մեկը խամերով գալիս է հրապարակ, օրինակ հելնում է մայթերին, հա, ոստիկանները սկսում են կրակել իր վրա։ Եթե լինի ռազմական այդ Սերդեչնիկով փամփուշտը, կարող է խոցի անցնի մի 300 մետր ենքով ինչ որ մեկին վնաս։ Էդ էլ կարա, այսինքն արգելվածի սահման կա, որտեղ չէ հիմա բարեկների մոտ։ Ինչ զենքեր են։ Էլի գլոկ է։ Ահա։ Մին գլոկը մի քիչ սպეციფიկ գլոկ է, իրանց գլոկը ոնց որ ստանդարտ գլոկ է, բայց էլի գլոկ։ Հիմա մի քանի տեսակի ատրճանակ, նու համաշխարհային տեսանկյունից լավագույն ատրճանակ։ Կարծատիպեր կան, որ չգիտեմ, մակարովից լավը չկա եւ այլն, դա իրականում մակարովից լավը կա, ուղղակի մակարովեն ժամանակ հասանելի ատրճանակ է եղել համար, դրա համար էլ իրանք մակարովով են տարված եղել։ Հետո հեշտ արտադրվող է երևի եղել մակարովը։ Համեր սովետական միությունը մակարովն է եղել։ Սովետական միությունը փակ երկիր է եղել։ Մոնոպոլիա է ավելի Հիմա շատ մեջտեղ ունենք օրինակ նայ Beretta-ն է, Beretta APX մոդելն է։ Beretta-ի ամենալավագույն նոր մոդելներից մեկն է։ Ինչական է էս։ Beretta-ն դե կարթավրեն։ Ավստրիացի։ Հա, Իտալական, հա։ Beretta-ն իտալական է։ Սա Beretta-ն է, ստեղ ունենք Chezet Shadow Լավն է։ Ալո շատ Counter Strike-ի զենք է, որ ծանր երևում է, էլի։ Chezet Shadow 2-ն ինքը սպորտային զենք է։ Ահա։ Այսի չեխական զենք է, բայց աշխարհի ամենալավագույն սպորտային զենքերից է։ Շատ դիպուկ, շատ լավ, բայց շատ ծանր զենք է, քաշով։ Գալի է։ Հա, բա իհարկե։ Մի 4 կիլո կա, հա։ Չէ, 4 կիլո։ Ծանոթ։ Ես մի անգամ ռևոլվեր եմ բռնել ձեռիս մեջ, 3 ու քանի 100 էր, էլի։ Դու եսի ինչ ես։ Հա, շատ մեծ Իրեք ռևոլվեր։ քանի կալաշնիկով։ Այսքան sense մի հատ պատրոն կրակեցի ռևոլվերից, sense Հիմա այս տարբերություն ես գաս։ Ոնց է ճիշտ բանը տալը, սենց։ Ոչ ճիշտ չենք խոսում, ոնց կայֆավատ արա։ Շատ ավելի թեթև։ Ահա։ Դա է Beretta-ն, այսինքն սա Chezet-ն էր, բռնի դու է բռնի որ զգաս։ Սա Beretta-ն է։ Մեկ էլ գլոկը, որը աշխարհի ամենահայտնիներից է, հələ էսը բռնի։ Այս вообще ցխալի կլինի։ Ահա։ թեթև, հա։ Հա, գալի է զատվոր։ Ացած խուգել եմ ես։ Հա, դա просто ձգ բան է, Հա, շատ թեթև է։ ձգությունը։ Սրանք լավագույն պիստոլետներն են։ Չակերտների մեջ լավագույն, կարող է ինչ որ մեկի համար չգիտեմ, Sig Sauer-ն է լավը, բայց սպորտային եւ ռազմական տեսանկյունից լավագույն ատրճանակներն են սրանք։ Հիմա sense կանենք, կրակելուց առաջ մի երկու միտք։ Հա։ Դե անվտանգության նորմերից խոսամ մի հատ մենք հասկանանք ինչի մասին է խոսքը, հա, ուրեմն նայեք, вообще հրաձգարաններում կա կրակի ուղղություն։ Դա պարտադիր է նա։ Այսինքն մենք բաց հրաձգանում ենք, բաց հրաձգանում զենքի քիթը կարա նայի նաև վերև, որովհետև այնտեղ ոչ մի բան
չկա, միամիտ կրակոց որ լինի, ոչ մեկին չի վնասելու, հա։ Մատը չեմ դնում ձգանը, եթե չեմ պատրաստվում կրակի։ Ահա։ Որովհետև ինչ-որ մանիպուլյացիաներ եւ այլն կարող անեմ, միամիտ կրակոց չլինի, միամիտ ոտս կպի եւ այլն։ Բոլոր զենքերի վրա կան ասես քերթիկանման տեղեր։ Okay։ Տեսնում ես, չէ՞։ Նույնն էլ չեզոտի վրա է սա քերթիկը։ Դրանք արածա լիցքավորման process-ը ավելի հարմարացնելու համար։ Հեշտացնում այնքան։ Որ դու բռնես չսղա, հա։ պատկերացրիր։ Էդի հարմար process-ը ասած ասած։ Սա զենքեր կան լրիվ գլատկի են, սիրուն, հա, բայց իրանք դու պատկերացրա թաց ժամանակ, յուղոտ ինչ որ ձեռքերով եւ այլն իրավիճակը տարբեր կարա։ Ինքը էսթետիկ է պրոստը։ Էսթետիկ սիրուն է, բայց ինքը դրա համար չի։ Զերտիկները ավելի շատ են ուզում ես։ Դե հա, էտա։ Հիմա sense նայենք, կրակել գիտեք երկուսը թե։ Չէ։ Չգիտեք։ Ուրեմն կա ստեղ նշանահատիկ։ Հա, այդ առումով գիտեմ։ Եվ կա նշանահատիկ։ Այդքանը գիտեմ։ Պիտի համատեղես նշանահատիկն ու նշանահատակը։ Շտար։ Ու շտարի մեջտեղի գծիկը որտեղ որ պահած եղավ, այդտեղ կպնելու ես։ Էդի հատման գոտին է, էլի։ Okay, թող տենց լինի բան։ Հայերեն եմ, էլի։ Մյուս process-ը։ Կա ազատ քայլը ասվածը, գիտես որն է զենքի ազատ քայլը։ Նայ, ցանկացած զենք ունի այս, տեսնում ես, ես քաշում հələ չի կրակում։ Լուֆտն է, էլի իրա, հա։ Շատ մարդիկ ովքեր առանց ազատ քայլ են կրակում, այլ սենց են կրակում մի անգամից։ Տես ինչ կա։ Ֆիզիկապես մարդը նենց է զարգացած, որ ունի մեծ ու մանր մոտորիկա։ Մեծ մոտորիկան ուժի հիմքի վրա է դրած, բայց ջղաձգումները շատ է, ու շատ իմպուլս է եթով։ Ես պետք է սենց անեմ, նայ։ Տանումները շատ է։ Առաջի քայլը պետք է մեծ մոտորիկով ձգեմ, սաղես մատրես լարվեց, էս էլ հետը։ Ու կրակոցը պետք է անեմ մանր մոտորիկայի մենակ ցուցամատով։ Եթե ես շարժում պետք է առնի։ Այսի եմ անում ես։ Ճիշտ է, հաջորդ Զենքը դողում։ Միտքը դրանում է ազատ քայլի։ Այն մարդիկ ովքեր սաղ իդեալական են, բայց ազատ քայլը կրակում են մեծ մոտորիկա, ոչ թե մանր, երբեք չեն կպնում։ Եթե ես այդտեղ լրիվ իդեալական եմ տեսնում, բայց կրակելու ժամանակ շատ քիչ շեղում լինի, այնտեղ գնալով անկյունը մեծանալու ավելի ներքև կպնեմ։ Պատկերացրիք։ Շատ լավ։ Դա կրակելու մասին process։ Հիմա երկու բանից խոսամ։ Առաջինը կրակել կպնել, որ նշանակություն շատ են տալի։ Սա ուզում են կրակեն կպնել։ Եվ երկրորդը կրակել կպնել ինչ ժամանակում։ Հա։ Ջոգիր։ Ամենակարևոր ֆունկցիաներից մեկը կրակել կպնել ինչ ժամանակումն է, ոչ թե կրակել կպնելը։ Հա, այդ որ օրինակ բանը Սենտալի Ջոն Վիկի համար կյանրիվսը որ պատրաստում էր, որ ինքը շատ արագ շարժում է ու լիքը կպնում է։ Հիմա պայմանականորեն լիցքա թափենք ստուգենք տանք քեզ։ Զենքը դի վրա է։ Հա։ Դի շորերիդ մեջ միտը կողի։ Հա։ Okay։ Հիմա որ ասեմ ի Հա։ Ինչքան ժամանակ է պետք լինելու, որ դու զենքը քողարկած պահի, մենք չտենանք, իբր թե մենք չենք տենանք քողարած։ Ինչքան ժամանակ է պետք լինելու, որ դու հանգիստ ռելաքս վիճակից զենքը հանես, լիցքավորես, պարզես այն ուղղությամբ ու կրակես։ Մի երկու օր։ Պատրաստ ես։ Հենց ասում եմ, ի հանի լիցքավորի պարզեն ուղղությամբ կտծվի։ Բայց լիցքավորը մոտ։ Դա կա, ինքը պրոստը պերեզալիզատորա, ինքը այնտեղ չխկոցը կլսվի։ Ի 1 2 3 4 5 Հա 5-ը հաշվեցի 5 վայրկյան մոտավորապես դու պատկերացնում ես 5 վայրկյանում Քանի անգամ քեզ կսպանը 100 մետրը մի քիչ առաջ խոսում ենք 100 մետրը հիշում եք ինչքան է 15 վայրկյան մոտավորապես 5 վայրկյանում 30 մետր կվազեն վրա Կամ ինձնից Կամ քեզնից Եթե ինչ-որ մեկը հարցակում է 30 մետր հետո որ եկավ հասավ քեզ դու նոր զենքը դանե պարզել ես Ինչքան ես ուշացել Ու հələ մի հատ էլ հաշվենք որ մեծ հավանականությամբ այդ սաղ ամեն ինչի մեջ ես չեմ Այո ու ասենք նա ես փակ դանակս որ գրպանը ստենեմ փակ դանակը սենց կանգնած Ինչ արագությամբ ես կհանեմ կբացեմ դանակը Մեկ կես վայրկյան հա տենց ինչ-որ արդեն սկսեցի բան Պատկերացնում ես չէ այսինքն եթե դու ատրճանակ ունես թերի ինքնավստահություն է մոտդ Դու պետք է տես չմտածես էլի Արդեն եթե ատրճանակ ունես դիստանցիաներ գոյություն ունի նայելու բաներ գո մարդու պահվելաձև գոյություն ես մարդու մանիերակաբան կա Այդ սաղ կրակելու հետ կապ ունեցող process-ները որովհետև երբ որ դու բարձր պուլսով չես հանգիստ նայում ես այն ուղղությամբ շնչում ես մի հատ կրակում ես կպնում ես թղթի 10-ին այդ չի նշանակում դու կրակել գիտես հասկացա հենց քեզ ծեծեցին հենց ադրենալինը բարձացավ հենց դու մի 100 մետր վազեցիր պուլսը թելավ 160 այն տղեն էլ վազվզեց ու կրակեց քո վրա սա ունակություններդ մի 200%-ով ընկնում ճոգիկ հիմա մենք sense կանենք ես այս կլիցքավոր եմ գտնամ հələ մարդը մի հատ կրակեք գնանք նայենք
Տեսնենք ոնց է, մեկ այսօր չեմ կանալու ես ձեզ տարելով սարքեմ սենց։ Հետո կջոգեմ, կուզեք էլի կգրակ։ Okay։ Հիմա սենց կանենք։ 3 փամփուշտ կկրակես այս զենքից, 3 փամփուշտ այս զենքից։ Okay։ Կգնանք կնայենք, կգանք։ Հետո նույնը 3 հատ դու կկրակես այս զենքից, 3 հատ էս։ Տեսնենք ինչա ոնց է լինում։ Կլինի։ Շատ լավ։ Շատ լավ։ Փամփուշտը լցված է։ Բռնված չեմ խոսում, չեմ բացատրում, որովհետև միևնույնն է հիմա որ սկսեմ բացատրելը չի ստացվելու։ Գոնե մի 2 ժամ աշխատանք ա պետք դրա համար։ Կլինի։ Շատ լավ։ Կանաչ թիրախը տենում ես։ Տենում եմ։ Շատ լավ։ Հիմա մագազինը ինքդ աճ դրա բռնի զենքը։ Զենքեր մի պայ մեր կողմ, հապաղում ես այն կողմ արդեն միշտ։ Գնում ես մագազինը մեջ է, իսկ կապը։ Ստեյցը կրակի հենց։ Հիմա զենքը այս կողմ չթեքես, ահա։ Բրդի մի հատ, պես լավ չի լիցքավորվել։ Այո, լիցքավորված, ահա։ Ոնց ուզում ես այդպես կրակի, հիմա նայում ենք։ Wow։ Նորից, չէ, պետք չի։ Վայ։ Պետք չէ։ Այսի մեր հարգելի հանդիսատեսին ասեմ, ուրեմն նայեք, այն վերևը նստած խոսում ենք, ես ասում եմ որ կոլտը սարքես փամփուշտ, որը կիսա ավտոմատ է։ Այսինքն կրակեցին ինքը արդեն լիցքավորվում է։ Դու հիմա կրակեցիր ու նորից այն հին ստիլով ուզում ես, այսի Մոսինի հրացան։ Այսի բանն է լցնում էլի։ Բարուցն է լցնում։ Հիմա տես մի հատը մեջն է, հինը։ Մի հատն է լրվել այստեղ։ Հիմա մենք պետք է վերացնենք խափանը։ Okay։ Ես բայց աչքիս հակնեմ էլի էսի։ Իսկ դա դժվար է, չէ՞ վերացնելը բանը։ Ես եթե վերացնեի կարող եմ մատս փոք։ Հա, եթե ձևը չգիտես, հա, եթե ձևը գիտես, հեշտ է։ Հիմա նորից լիցքավորելու ես կրակես։ Կրակի։ Առանց լիցքավոր բանանել, մի հատ ես լիցքավոր։ Իսկ կարամ էսի կասկայի վրից հակնեմ։ Տենց հավասնում է ձայնը։ Չէ, տենց անսովոր է պրոստը զուտ։ Դե նաուշնիկները չես կրակնես, որտեվ դու շլեմով ես։ Լավ, դե չեմ հակնում։ Լավ է, հիմա լիցքավորում ես նորից։ Այո, բռնված կդ։ Ահա։ Ահա։ Կրակում ես ու նորից, էլ չես լիցքավորում, էլի։ Ու նորից, չէ, էլի անույնը անում։ Լավ կատակ է անում։ Հիմա վերտու զենքը չես իջացնում ներքև։ Ասել կրակեցիր իջեցիր ներքև։ Հա։ Որ վերջանում է, տենում ես կանգնում ես զարթվորնի զարդեշկա։ Հակառակի կանգն է հայերեն էդի։ Ցույց է տալի որ դատար կա։ Լավ։ Մագազինը հանում ես։ Ահա։ Թողում ես այս փակակի կանգը, ստուգական կրակոց, որ բոլորս ապահովելնենք իմանանք մեջը դատար կա։ Հիմա տենում ես ուր ես կպել թղթի վրա, թե չես։ Հա, տենում եմ ներքև ոտ ոնց։ Ես տեսնում եմ դու կպել ես մի հատ 7-ին, 7-ի շրջանակի մեջ ժամը 6-ի վրա, այսինքն ներքև։ Մի հատ կպել ես 8-ի շրջանակի վրա, ժամը 8-ին էլ եմ կպել։ Երկու հատ ես կպել։ Լավ է, ես մի հատն եմ տենում։ Աշնայ, որ բռնում ես։ Լիցքավորում եմ։ Լավ այ։ Այո, բրդի թող գնա առաջ, ահա։ Կրակում ես, ես ասում եմ որ կպար։ Վերև աչեր, չես կպետ իրախին։ Չէ, պետք չի, շարունակում ես։ Գլխին ուղիղ կպար։ Էս էլ կպար ժամը 9-ին, բայց զենքը պետք է չիջացներ ներքև։ Պետք է նայեմ։ Մագազինը հանում ես, մատը ձգանից հանած, այո, սխմած դուրս է գալի մագազինը։ Նայում ես մագազինի մեջ դատար կա։ Հա։ Նայում ես զենքի մեջ դատար կա։ Հա։ Ահա, թողում ես հակառակի կանգը, այդ կնոպկեն ներքև է սխմում։ Ոստուգովական կրակոց։ Հա, հիմա ապահովենք։ Ահա։ Գնանք նայենք գանք։ Давайте։ Էս 3 կոններ, 1 2 3։ Ումը իմը։ Հա։ Դզես, 3 հատ կպել եմ։ Դզակ։ 1 2 այն մյուսն է այնտեղ է կոններ։ Դա տեղերը հիշեք, որ հեսա այն մյուսն է։ Ես այստեղ եմ ուզում կպնել։ Դու կպել ես սրտին ու գլխին։ Ինքը կպել է փորին ու հայցախին։ Պրոստը հատուկ չէր, որ ես կպնել։ Պատրաստ ես։ Հա։ Այս մյուս զենքից կրակի։ Նորից լրիվ նույնն է, այլ երկրորդ անգամ չես վերալից կավորում, զենքը չես թեքում աչուձախ, միշտ քիթեն դեղ ամնում, չես էլ իջացնում, մատը ձգանին չի։ Մատը հələ որ ձգանին չի։ Ահա։ Այմա լից կավորում ես։ Բռնվածքից չենք խոսում, ինչ ուզում ես անել։ Ա, լավ չեմ բռնել։ Չէ, կապ չունի, մի թեքի զենքը, կրակի կպի։ Դու կպնել գիտես։ Նորից, չէ։ Նորից Էսի ավելի մոտ ես կպել մեր ուզածին։ Լուրջ։ Մի հատը 10 հաստատ կպել ես։ Հա, հենա կպել եմ։ Ապե սպանել եմ։ 3 հատ դու կրակի գնանք նայենք։ Կրվի բանեմ, հա, թե։ Կրվի հետ կապ չունի։ Չունի։ Արի։ Ահա։
Մատը ձգան ինչի հələ որ մագազինը դնում ես լիսկավորում ես իրան մի անգամ ենք լիսկավորում մինչև մագազինը բրծնի քաշում ես մինչև վերջի կետը թողում ահա ու կրակում ես ես նայում եմ ասեմ որ ես կպնում աչեր մոտեր զախինին կպար Էս էլ էր մոտ։ Հիմա մագազինը հանում ես։ Փակաղակի կանգը թողում ես, էսա։ Չեսնում ես ներքև։ Ներքև, հա։ Դա էսի սպորտլայնը մի քիչ ուրիշ ձև ասած։ Ուստը գողական կրակոց։ Գնանք նայենք։ Նայենք։ Գնացինք։ Իրականում ստացվում է կրակելը, բայց հանգիստ վիճակում կրակում եք կպնում եք թղթին, բայց չեք կպնում ընդ որտեղ ուզում եք։ Հələ որ մի անգամ ա եղել որ կպնեք ընդ որտեղ ուզում եք։ Էլի դու ես։ Հա, օքեյ։ Հա, մնացածը, էս դու ես, ստե երկու հատ։ Ես, հա։ Հա, մյուսը, էս դու ես, երկրորդը կպնես Իրանի վրա, ստե երկու հատ։ Լավ է։ Էս դու ես։ Նետով։ Վատ չի։ Բայց որ մի ժամ, երկու ժամ ապելու հնարավորություն լինի, բավականին կարագանակ ու դիպուկանակ։ Եկեք ժողովուրդ, եկեք պարապեք, էսի ձեզի կարող մի օր Հիմա պետք է։ այդ բավականինի տեսանկյունից ասեմ, հələ ստեկայինի, այ դու էլ ընդեկայինի։ Նայ, կրակային դիստանցիաները իրականում սկսում է մոտավորապես 1 մետրից։ 1 մետրից 10-15 մենք կրակում ենք 15 մետրից մոտավորապես, հա։ Կանգնած դիպուկ կրակելը հասկանալի է, լավ բան է։ Բայց եթե կրիտիկական ինչ որ process լինի, մեզ պետք է շատ արագ։ Հիմա տես ես այս քողարկած վիճակում կանգնած եմ, ինձ հանել կրակելու համար այս ֆունկցիաները։ Ինչքան ժամանակ էր պետք։ Հա, հա։ Պատկերացրիր։ Ժամանակի տեսանկյունից Շատ էքշն է, չէ՞, ոսում շատ էքշն է։ Ես չանավ էլի։ Ալա, դուզեց։ ժամանակի տեսանկյունից շատ կարևոր ալնելու քո հանել, լիցքավորել, կրակելու process-ը, ոչ թե կրակել կպնելու։ Բայց իսկ ասեմ մեկը շատ արագ է։ Հա, դե հիմա ինչ որ չափ է, կարող ավելի արագ լինի, հա, հիմա հանգարող, բայց քողարկած վիճակից էլ այդ ամենը։ Այդ դրա մասին դու պիտի մտածես, էլի, ոնց որ դանակները այտենց է ինստալետը կարա լինի։ Թե չէ դու կարաս շատ թույն կրակող լինես, բայց մինչև դու դիրքավորվես, հանես, լիցքավորես, ուզենաս կրակես, ինչ որ մեկը այս արագությամբ պրոստը 20 հատ կրակի քողությամբ 2 հատ կպնի։ Հա, Կարա չէ՞ լինի։ ոնց չէ։ Դրա համար կրակելը մարտավարական ունակությունները, Ад բիդրավան։ հա, state, չէ՞։ Իդարից լրիվ տարբերող բան է։ Այն մարդիկ, ովքեր շատ լավ կրակում են, փաստ չի, որ ունեն մարտավարական գրագետ եւ կամ արագ ունակություններ։ Հա։ Իսկ այն մարդիկ, ովքեր մարտավարական ունակություններ ունեն, ինչ որտեղ կարա եւ դիպուկություն իրանց պետք չգա էլ։ Որտեղ է էլի մարտարվեստի նման է, Հենց նոր որ խոսքի։ կրակեցիր, դա դիպուկություն պետք չէր երևի։ Հա, բայց դա ես մոտավոր գիտեի ես որտեղ եմ պահելու, որ կպնեի ստե Հա, էլի, շտատանոց հա, կոմբը հա, հավաքեի։ Չէ, ես մոտավորապես գիտեմ, որ ինձ պետքա կպնել սրտի հատվածում, օրինակ, հա, մոտավորն եմ ասում։ Ես ստեղից արդեն գիտեմ ուրեմ կպնել։ Հա, 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 հա։ Բայց դե հաստատ կպնելու եմ, ստուր չկպնելը ամոթել, չէ։ Հա։ Այդ բանն է, էլի նույն մարտարվեստի բանն է, որ դու կարաս թույն մարտարվեստ տիրապետես, բայց այն մարդը, որ սովորել է մարդ սպանի, ինքը լրիվ ուրիշ նավիկներ ունի։ Որտեվ դու սպասելու ես գետնի վրա 3 հատ չպետք, ինքը պրոստը խեղդելու է քեզ։ Դա այդպես մանր բաներ կա։ Հիմա գնանք ու էլի կրակենք։ Եկեք։ Ունենք ժամանակ լացնում ենք։ Ժամը 13:22-ա։ Սենց էլի հոգեբանական հարց։ Ես հիշում եմ, որ ես նույնիսկ փոքր վաղ, որ մարտական զենքը ձեռումս բռնում էի, ինքը ինչ որ խմացնող ուժի զգացում ատա։ Դու անընդհատ որ մոտդ կրում ես, դու դրանից խնդիրներ չունես հոգեբանական, ինքդ քո այդ, որ դու սենց ոնց որ քեզ Ես հասկանում եմ դու ինչ ես ասում, դες սկզբնական փուլում դու ունենում ես ինքնավստահության բարձր միացած աստիճան, հա, դա շատ։ Հա, ես նույնիսկ sense ասեմ, ես նույնիսկ նրանից որ ես բոքսի եմ սկսել գնալ, ես դա զգում եմ։ Հա, ինքը նենց ինքնավստահություն։ Այդ ասած հարփասնողը գալիս է մի հատ կոնտրոլի աստիճան է հասնում մոտդ, որ դառնում է նորմալ։ Օրինակ, դες ես էքստրեմալ սպորտերով եմ զբաղվում, 1000-ի բան, իմ մոտ ադրենալինը հասել է մի հատ այն աստիճանի վրա, որ այդ ադրենալինի չափաբաժին իմ համար նորմալ է։ Դու իմ երազանքն է պարաշուտով թռնել։
Հա, ժամանակին ստեղ հնարավոր էր թռնել, հիմա մի քիչ բարթացրել Բայց է։ ես Էլի բայց կթռնեմ, կա հա։ էքստրեմալ սպորտը, տես ես սենց եմ դիտարկում, էլի դե ավելի լավ է ես շատ բան իմանամ։ Հետո կյանքում ինչ որ իրավիճակներում կարողանամ դուրս գամ այդ իրավիճակների մեջից, հա։ Դրա էքստրեմալ սպորտի հիմքը տեղից է սկսվում։ Բայց հետո դու հիվանդանում ես այդ ադրենալինով, հա ուզում ես նոր բան, սկսում ես պարաշուտով թռնել, մոտո քշել, ջի պարապլանով թռնել, սնոուբորդ քշել, հազար ունի բան։ Բայց միտքը միևնույնն է, մնում է ադրենալինի Շատ պահանջը։ հետաքրքիր բան ես ասում։ Ես դրա մասին վերջերս մտածում եմ, որ մենք նես տարածաշրջանում ենք, ունենք մարտահրավերներ ունենք մեր առաջ, որպես ազգ, որպես sense երկիր sense տեղ գտնվելով, որ մենք չենք կարա վերցնենք մեր վրա շատ հումանիստական փիլիսոփայություն, որտեվ մեր ամբողջ համակարգները ստրեսի են ենթարկվում, ու եթե իրանք ստրեսակայուն չեն, մենք դրա մասին ուզում ենք շուտ իմանանք։ Այդ հումանիստականը իմ տեսակետը ասեմ, էլի։ Ես իհարկե ռազմական տեսանկյունից պատմությունը ուսումնասիրել եմ, ես sense մի հատ եզրահանգման եմ եկել։ Այն հասարակությունը, այն պետականության մոդելը, որը ի սկզբանե հումանիստական է, ապագայում շատ հեշտ ոչնչանում։ Որովհետև sense էլի ասացված կա, էլի հնուց ասում է, եթե դու գյուղացի ես ու քո ձեռքը ման գաղա, ինչ ուզում ալի, եթե ինչ որ մեկը թրով է գալիս, դու դառնում ես իր գյուղացի։ Հա, ճիշտ է։ Sense տենես ուժը որոշիչ ալու։ Հիմա եվրոպական շատ երկրներ գալիս են այդ հումանիստական մոդելին, բայց այտենց չի իրականում։ Իրանք այտենց ներկայացնում են։ Բայց Շվեյցարիան ինչքան հանգիստ երկիր է, կյանքում պատերազմ չի։ Բայց բանակը միշտ բարձրապահ է։ Հա, ինքը բանակ իրականում իբր թե չունի։ Վրոձի, չէ՞։ Բայց իր բանակը իր ցանկացած քաղաքացին։ Հա։ Պատկերացրու ինքը այտենց տիպը Պատրաստ են կանգնեն ցանկացած բան, հա։ Բայց ինքը հենց հասնում է չափահասության ինչ որ տարիք, բոլոր քաղաքացիները ունեն Իրաստանը սեյֆը, զենքով, տարին 2-3 ամիս գնում են զինվորական զբոսրերի, պատրաստվում են, զենքը տանում դնում են տունը, բրոնեժիլետը հետը։ Հագում են այդ իրաց տունն է, իրաց բանակը իրաց տունն է, ասենց ասած։ Լսի, ստեղից իմ մոտ հարց առաջացավ, Հայաստանում կգա ժամանակ, որ տենց կլինի։ Նայ, դե հիմա կա ՌՀԿ-ների ժամանակն է, ռազմահայրենասիրական ինչ որ բան Դե կա, չէ՞ միշտ Հայաստանում տենց։ Հա, այդ ՌՀԿ-ները զարգանալու են իմ տեսանկյունից, էլի։ Հետո մի հատ պահ են գալու, որ պետությունը այդ ՌՀԿ-ներին դադարեցնելու է, կամ դադարեցնել ասել որպես ՌՀԿ է դադարեցնելու։ Հա։ Ոնց է կան, չէ՞, ներգրավելու է իր մեջ ու տալու է պետականորեն հաստատված որոշակի հաստիկներ, օրինակ, բայց կես հաստիկով, ոնց է որ ասենք մարդկա երկու տեղ աշխատում, չէ՞, կես հաստիկով։ Իմ պատկերացրած մոդելը, որ բոլորը լինեն ներգրավված իրանց երկրի պաշտպանության մեջ, ինչ որ տոկոսով եւ ինչ որ պարտականությունների շրջանակ։ Մեր մոդելը կարա լինի, բայց երբ որ մենք կարողանանք, դե ես շատ խելացի չեմ ուզում խոսամ, ընկերներ չստացվի, ես պոլիտիկայի մեջ եմ։ Ես ուղղակի նայում եմ համաշխարհային մոդելները, հա։ Կարելի է եւ սարքել։ Օրինակ Ամերիկայում ես շատ ընկերներ ունեմ, այնտեղ ապրում են, իրանց մոտ չկա, չէ, ռեգուլյար բանակ, ասենց ասած 18 տարեկան պարտադիր բանակ, ռեգուլյար կա, պարտադիր բանակ, բայց իրանց մոտ ռեկրուտիզացիա է գնում։ Ասեք 15-16 տարեկանից գնում է դպրոց մի հատ սիրուն, բնիչոսկով մեդալներով մի հատ կոստյումով, sorry, yes sir, մի հատ sense մեկը, ու ասում է, այ դուք բոլորդ կարաք դառնաք օրինակ օթաչու զինվորական։ Ես քեզ ավել ասեմ, գիտես ինչ ձևն իրենք աշխատում։ Մի մոմենտ բան հելավ է, ֆիլմ հելավ Դենի Զավիսիմիստի երկուսը, որ այն որ ալմորակայինը հետ են կրում։ Հիմա դե անգլերենում ալմորակային alien են ասում, ու նաև alien ասում են արտասահմանցիներին։ Հիմա ինչ փոսը Հելնում է այդ ֆիլմի տրեյլերն افرում սայթն է, բան, դու մտնում ես սայթը, այդ սայթը քեզ ուղարկում է ռեկրուտինգի տեղ, որտեղ դու գնալու ես alien-ների հետ կռվելու։ Ոսկի այդ են անում։ Իրանց սաղ կինոարտադրությունը, եթե դու ուզում ես ինչ-որ զինվորական տեխնիկա օգտագործես, բանակ ասում է ախպեր ձրի տալիս են, ինչ ուզում ես արա, բայց մենք մի հատ վերջում մի հատ նայենք, ավելորդ բան չես ասում բանակը միշտ պետքա լավ էր, միշտ լավ տես։ Ու sense մի բան էլ ավելացնեմ, դե ես չեմ ասում այս ամերիկան վերցնենք մոդել, բայց բանակային տեսանկյունից նայ, կա պրոֆեսիոնալ բանակ ասված, ու կա պարտադիր բանակ։ Պրոֆեսիոնալ բանակը sense է, իրանք վերցնում են զինվորին, ի սկզբանե իրան տալիս են, ասում են, այ որ դու ստեղ 2 տարի հիմա սովորես, հետո կարաս գնաս ընդունվես X համալսարան։ Սոցիալնի լիֆտ է դառնում քո։ Հետո կարաս գնաս Y
կազմակերպությունից վերցնես 30% էժան հիպոթեկով տուն օրինակ, հա։ Հիմա քեզ զորամասը կտա մեքենա, կապահովի քեզ սնունդով, երեխեքդ կգնա ռազմական մանկապարտեզ, կինդ կգնա, էս ինչը կանի, սպորտ զալերը քեզ ձրի, այսինքն նենց են անում, որ այդ մարդիկ գնան իրանց մոտ։ Ու քիչ-քիչ դառնան պրոֆեսիոնալ, ինչքան դու պրոֆեսիոնալ ես այնտեղ, այդքան քո աստիճանը բարձրանում է, չէ՞, ասենք սերժանտական, չգիտեմ, տեղեկեք թե չէ, իրանց մոտ սերժանտական աստիճաններ կա, որոնք օֆիցերներին հավասար են։ Դու շատ նենց թույն մոդելներ ես նկարագրում, որոնք լավատես չեն ես, էլի մոտակա ժամանակ ես չեմ մտածում։ Ես էլ չեմ ասում բայց ասենք թե մենք խոսում ենք, ասենք ուղղակի հասարակ մարդկանց հետ։ Ըստ քեզ, ինչ կա մոտիվացիա, որ մարդը սովորական, որը չգիտեմ, հաշվապահ, գնում է օֆիս, սաղոր նստած է, մեջքը ցավում է, որ ինքը հելնի գնա մարտական պատրաստություն անցնի, զենքի հետ վարվել իմանա, ինչ որ տենց բաները։ Պես ամենակարևոր բանը, որ կարա ինքը գա զենքի հետ առնչվի, դա միևնույնն է, ինչ էլ ուզում ես արա, ոնց էլ ուզում ես արա, քո մեջ դու մտածելու ես, որ շատ մարդիկ կան, չէ, հարազատների, ընտանիքի հետ կապված որոշակի process-ի պաշտպանությունն է։ Ոնց օրինակ, էլի չստացվի, ես ինչ որ դեմագոգիայով եմ զբաղվում, բայց շատ մարդիկ հայրենիք ասվածը տարբեր ձև են, չէ՞, մարդիկ ասում հայրենիքը դա հողն է, մարդկա ասում է դա հայրենիքի իմ կրոնն է, մարդիկ ասում իմ ընտանիքից է սկսում իմ հայրենիքը, չէ՞։ Բայց ոնց էլ խորանանք, ընտանիքը մեկը սկսել է սիրված մարդկանցից։ Ծնողներն են, երեխեքն են, կանայք են, չէ՞, քո սիրած։ Եթե ինչ որ մտքիդ մեջ դու գտնես մի հատ կետ, որ դու հենց հիմա հնարավորություն ունես պաշտպանելու, թեկուզ եւ ապագայում քո սիրած մարդկանց, արդեն որոշակի ստիմուլ է, որը որ տանելու է քեզ ինչ որ բան իմանալու։ Ինչի համար, օրինակ պես, մեր ծնողները սովետական երկրում նորմալ ապրել են, հետո եկել մի բան սաղ կտրվել է մի անգամ։ Չէ, 90-ականների սկիզբը լույս չկա, ուտելիք չկա, ջուր չկա, ցուրտ է, գողությունն է, հանցագործներն են եւ այլն։ Այն մարդիկ, ովքեր այդ մոդելը հստակ տեսել են, որ կարան իրանք գեղեցիկ կանաչ ապագայով ապրեն ու այսպես կտրվի, իրանք միանշանակ գնահատելու են այդ ունակությունը, որ իրանք կարան ունենան ինքնապաշտպանվելու գործիք եւ ունակություն։ Հիմա այս բանը, երբ որ մենք խոսում ենք, մենք ունենք շատ աչքի առաջ վտանգներ։ Մենք հասկանում ենք, որ բարութի հոտ է գալի։ Ցանկացած բանի կարող է սկսի տրաքել։ Այդ ես խոսքի 10 տարի առաջ այդ չէր տրամադրությունը, բայց մենք կա այն ժամանակ դու հասկանում ես, որ դա այն ամենաուլտիմատիվ ձևն է, ոնց դու կարաս դառնաս պաշտպանական մեխանիզմ։ Դրա համար ենք մենք խոսում հիմա զենքի մասին, որտեվ դա սպորտի գնալ անպայման լավ ֆիզիկական ֆորմայի մեջ մնալ, նույն լոգիկայի մեջ է, բայց զենքը ոնց որ դա ամենա այդ բանն է, պրիդելն է դրա, էլի։ Դու շատ լավ ես ասում, ես չգիտեմ, գեյմերներ կլինեն երևի ձեզ ես մեկը ես եմ։ Ես մի հատ շատ հին խաղից մի հատ մեջ process մեջ բերում անեմ։ Իմ հիշելով Call of Duty-ն է, որ Stalingrad-ն է գրավում։ Դուք այդտեղ ոչ մեկ զինվորական չեք, ընդհանրապես պրիզիվնիկներ եք քաղաքից հավաքում են ձեզ, լցում ես, նավով գետը անցնում եք, կհիշես այդ պահը։ Դռները բացվում է, սաղ մեռնում են, ու հետո գնում եք զենք ստանալ։ Նորմանդիայի վստահ։ Գնում եք զենք ստանալ։ Այդ Նորմանդիայի նման է, բայց այդ խաղի մեջ sense է։ Մեկին տալիս են հրացան, պատրոն չեն տալի։ Մեկին տալիս են 5 հատ պատրոն, հրացան չեն տալի։ Մեկին է ոչ մի բան չեն տալի։ Այդ մեկը դու ես, չէ՞։ Հա, այստեղ մի հատ շատ հետաքրքիր մոդել կա, որ այստեղ են ասում, բա ինչ զենք ասում է, «Էնի կմեռնի, իրանը կվերկալես»։ Ինչ ուզում ալնի, տես դու կարաս հասարակ քաղաքացի լինես, հայտնվես մի հատ ընես թատրոնում, sense որ դու ոչ մի բան չունես, բայց հետո հնարավորությունն է ստեղծվի քո դիմաց, ու դու չկանաս։ Ճիշտ է։ Ու տենց էլ լինում է այդ խաղի մեջ, դու գնում ես, այն դեմինը մեռնում է, այնի հրացանը վեկալում է, պատրոնն է դնում, ուզում է կրակի, իրան սպանում են, դու այդ հրացանը վեկալում ես, ու դու խաղը սկսվում է։ Այդ ճիշտ է ասում, էլի, այդ ոնց որ քեզ ազատություն է տալի, ճկունություն է տալի, որտեվ մենք վերջի 5 տարում տեսանք, որ չես կարա դու ոչ մի բանի վրա վստահ լինես, որ քո աշխարհը չի ավիրվի։ Ամեն ձևի քաոսը շատանում աշխարհում։ Այն օրը ստեղ նստացինք, մեր ընկերներից մեկը դրել է այդ մողոլական ինչ որ հետաքրքիր վիդեոներ ենք նայում, որ ավտոդոմերով գնում են Մողոլիայում։ Նայեցի կրակի շուրջ նշտած այնպես գործիկ է, մեկը նստած նվագում է այդ գործիկը, ունը վարգան է։ Որ ասում եմ, Ներս կուզեի նվագեի սրանից։ կարող է շուտի վարգան նվագել։
Ու հետո գնացի ու Վալբերիզով զակաս տվեցի լուրջ եմ ասում։ Ու մոտը լուրջ։ Զակասը տվեց սովոր, այսինքն տեսավ աշկս մտածում եմ Ինքնին գորի։ հետաքրքիր բան է, արժի ունենալ, էլի։ Այդ տենց է աշխատում։ Այ դու որպես տենց բան էլի, տենց էքստրիմ պատրաստված մարդ, հաստատ պատկերացրել ես ապոկալիպսիսի 4 սցենարներ։ Որնա քո սիրած ապոկալիպսիսի Նա սցենարը։ իմ սիրած ապոկալիպսիսի սցենարը տենա, որ ես մեր տունն եմ։ Ու սկսում այդ ամենը։ Էլի տնից տղսի։ Հստակացնեմ, խոսքը նայ դու ունես բան Mad Max, հա, դիզել բան, որ դու տենց ավտոների վրա բացվի։ Դու ունես զոմբիների ինչ որ բան, տարբերակ, ունես այսպես ձմեռային ապոկալիպսիս, որը հիմա պատահարետն է։ Երևի ամենավերջինը զոմբիներին է կուզեի, որովհետև զոմբիների մեջ քո սիրած մարդկանց կորցնելու շանս կա։ Այդ դաժանը։ Okay։ Ջոգիր, չէ՞, վարակվելու շանս կա, այսինքն դու ինչքան էլ պատրաստված տղալն ես, էթիկո կոնտրոլի տակ չի։ Այդ խոսած Mad Max վիճակները կարելի է մարտնչել կամ պայմանավորվածություն գտնել։ Հա։ Չէ, ինչ որ մեկը գալիս է, ասում ես քեզ կանսերվա, դու ինձ պատրոն, օրինակ։ Այդ յազերնի զիմա ասվածն էլ այդ նույնքան Mad Max-ի զմեր տարբերակն է, հա։ Զոմբիները ամենավերջում, կամ որտեղ որ կան վիրուսներ, որ կարաս դու կամ ինչ որ մարդիկ շատ հեշտ շարքից դուր գան, էսի ամենավերջում։ Վարա, այնց քո սախկերպարի մեջ դստում է, էլի դու չես ուզում կռիվ բռնեսներ այդ, ինչ չես կարա սպանես։ Հա, կարաս սպանես, էլի կարաս սպանես, բայց շանս կա որ դու կամ քո ընկերը կդառնա։ Չեմ ասեմ վիրուս էլ, չես կարա վիրուսի։ Հա, միանիշ։ Դες մի հատ YouTube-ով վիդեո կա, կարող եմ մի քիչ ծիծաղալու, տեսել ես այդ ժուրնալիստը, որ բժիշկի հետ խոսում է, որ ասում է ես որ մասկով եմ լնում, որ հոտ եմ անում, մեկը հոտը գալիս է, ասում ոնց ես պատկերացնում վիրուսը չի ասել։ Տեսել եմ դա։